ինձ լսում եք, ես ուղարկել եմ հրավերը։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ լավ լսվում է։ Օրհնեցեք Տեր Հայր, ճիշտ եմ, չէ՞ ասում։ Աստված օրհնի Անի ջան։ Ես նոր եմ սովորում եւ շատ անգամ սխալվում եմ, որովհետեւ գիտեմ, որ սրբազաններին ուրիշ կերպ եմ բարևում։ Ինձ ասում են, որ կարևորը փորձում ես սովորես։ Որովհետեւ Կարևորը սիրտն է։ Այո, կարևորը սիրտն է։ Ինչպես եք, ձեզ մոտ գիտեմ երեկո է, մեզ մոտ առավոտ է, ժամային տարբերություն ունենք, բայց փորձեցինք հարմարեցնենք էլի այն ժամը, որ Հայաստանում դեռ քնած չեն լինի ժողովուրդը եւ հուսամ Միացյալ Նահանգներում արդեն մարդիկ արթնացել են եւ ճիշտ ժամանակ ենք ընտրել։ Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել, որ համաձայնվեցիք եւ միացաք այսօրվա մեր զրույցներին։ Մենք սովորաբար ունենում ենք զրույցներ Հայկ Մադոյանի հետ շաբաթ օրերը եւ այս անգամ որոշեցինք երեքշաբթի ձեզ միանալ, որի համար ես անչափ ուրախ եմ, որ չմերժեցիք իմ առաջարկը եւ մեզ միացաք Տեր Մովսես ջան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Անի ջան, որովհետև շատ կարևոր բան եք անում, այո, տեսել եմ, որ զրույցներ եք ունենում հոգևոր թեմաների շուրջ, Աստծուն եք քարոզում։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն Աստծո կողմից ընձեռվեց միասին Աստծուն քարոզելու կամ միասին խոսելու Աստծո եւ Աստվածայինի մասին։ Այո, անպայման։ Եվ որոշեցինք, որ այսօր երևի թե կարևոր թեմա է, կարծում եմ, եւ խնդիր է նույնիսկ ինչ որտեղ, որ կա այսօր ժողովրդի եւ քահանաների միջեւ, այսինքն կա ժողովրդի մոտ այսօր անվստահություն հոգեվոր այրերի նկատմամբ, որոշ իհարկե մասայի մասին է խոսքը, բայց նրանք ցավոք սրտի մեծամասնություն են կազմում, ովքեր այդքան էլ վստահություն չունեն մեր հոգեվոր այրերի նկատմամբ, եւ ես ինքս էլ ուզում եմ խոստովանել, ես ինքս էլ չեմ ունեցել վստահություն մեր հոգեվոր այրերին, իդեպ ասեմ, ոչ ոքի չեմ ճանաչել։ Չէ, ինչպես կարող ես կարծիք կազմել մեկի մասին կամ ինչ-որ մի կառույցի մասին, ում հետ երբեք չես խոսել, չես զրուցել, չես էլ հարցրել, օգնություն էլ չես խնդրել, բայց արի ուտես ինձ մոտ կար թյուր կարծիք մեր հոգեվոր այրերի մասին, մեր քահանաների մասին, եւ հենց այդ թյուր կարծիքի պատճառով էլ ես փաստորեն շեղվեցի եւ դարձա ահանդավոր եւ ցավոք սրտի իհարկե եւ փառք Տիրոջը, որ այսօր դուրս եմ եկել այդտեղից արդեն երկար տարիներ են եւ պատկանում եմ մեր առաքելական եկեղեցուն եւ փաստորեն ինչպես այդ փոփոխությունը եղավ, ես ինքս որոշեցի բարի շեմ մեր քահանաների հետ։ Գնացի եկեղեցի եւ ասեցի, ես ուզում եմ հասկանամ ընդհանրապես իմ պապերը ինչու են ինձ փոխանցել առաքելական ուսմունքը եւ ընդհանրապես ովքեր են քահանաները, ես ուզում եմ ձեր հետ ընկերանամ եւ ինձ մոտ այնքան շատ հարցեր կային եւ մինչեւ այսօր էլ կան այդ հարցերը եւ փառք Տիրոջը մենք այսօր ունենք հնարավորություն ձեզանից էլ ստանալ շատ պատասխաններ, ես կարծում եմ, որովհետեւ դուք ինքներդ փաստորեն քահանա եք, ուզում եմ սկզբում ներկայանաք, եթե ձեզ դժվար չէ, մի փոքր, հա, որպեսզի մեր լսարանին իմանա ով եք դուք, հետո անցնենք մեր թեմային։ Սիրով կներկանամ, բայց նախ ինձ շատ հետաքրքրեց ձեր խոսքի մեջ, թե ինչից հետո որոշեցիք բարի շեք քահանաների հետ։ Դուք հիմա ինձ հարցը հարցրեք, հա, փաստորեն բանալին Չէ, ես խոստանում ձեր հարցին պատասխանեմ, բայց երբ որ դուք ձեր ամբողջական խոսքը կներկայացնեք։ Ասեմ, պատասխանս ինքը ցավալի է լինելու ինչ որտեղ, բայց Աստված ամեն ցավալի իրավիճակ վերափոխում է լավին եւ երբ մեր հայրենիքում եղավ պատերազմ, ես հասկացա, որ եկել է ժամանակը, որ ես սկսեմ հարցեր տալ, թե ինչու եղավ այդ պատերազմը եւ չգիտես ինչու ես ինքս ինձ սկսեցի մեղադրել, ասեցի երևի թե ես ինչ որ միտեղ սխալ եմ եղել, որ սա եղավ, այսինքն այն գաղափարը, որ եթե քեզ հետ ինչ որ մի դժբախտություն է կատարվում, կապ չունի անձնականում թե հայրենիքում, քո մեջ էլ պիտի փնտրես սխալներ, որովհետեւ մենք ժողովուրդ ենք, հա, եւ երբ ես սկսեցի ինքս ինձ հարցեր տալ, ասեցի երևի ես ինչ որ միտեղ սխալվել եմ որպես հայ եւ որպես ժողովրդի մի մասնիկ ու միգուցե ես պիտի վերադառնամ իմ արմատներին, որ իմ սխալը գտնեմ։ Ինչ որ տենց միտք
Աստծուց էր 100% այդ մտքերը, որտեվ երկար տարիներ ինձ մոտ նման հարցեր չեն եղել, բայց պատերազմը, ցավը, այդ դժբախտության զգացողությունը ինձ դրդեց, որպեսզի ես սկսեմ հարցեր տալ եւ գնալ իմ ինքնություն։ Ես նույնիսկ չգիտեի, ես գիտեի, որ ես հայ եմ, բայց ես չգիտեի, որ հայ ինքնությունը ինքը ինչքան հարուստ է, ունի պատմություն եւ պիտի գնաս հետ, որ հասկանաս, թե ով ես դու հիմա։ Ու գնացի եկեղեցի, գնացի եւ ասեցի ես ուզում եմ հասկանամ ովքեր ենք մենք, որովհետեւ ես եղել եմ բողոքական, ահանդավոր, կարդացել եմ շատ փիլիսոփայական գրքեր, կարդացել եմ բուդդիստական եւ այն ինչ որ այսօր աշխարհը շատ հետաքրքրված է փիլիսոփայություն, ու այդ ամեն ինչը ինձ մեկա չտվեց ոչ մի բան։ Եվ Քրիստոսին ինչ որտեղ քիչ շատից գիտեի, կարդացել էի Աստվածաշունչը եւ Աստծո ներկայությունը միշտ նկատել եմ իմ կյանքում, ու ասեցի ես նորից պիտի վերադառնամ քրիստոնեություն եւ այս անգամ արդեն ուզում եմ գնամ այն դաշտը, որտեղ երբեք չեմ եղել։ Ոնց որ թե այստեղ է ճիշտը։ Իմ մոտ այդտենց զգացողություն կար, որ սա միակ դաշտն է, որ ես չեմ եղել, չեմ ճանաչում ու ուզում եմ մի հատ գնամ հասկանամ, այս ինչա, պապերս եթե վստահել են, ուրեմն ես էլ պիտի վստահեմ։ Ու սկսվեց այս ճանապարհը եւ իհարկե կյանքս 170 աստիճան փոխվեց եւ մինչեւ այսօր ես հիացած եմ մեր առաքելական ուսմունքով, մեր եկեղեցով, մեր եկեղեցու պատմությունով, Քրիստոսով, ինչ ասեմ, այս նենց մի հատ ճանապարհը անվերջա, որ միշտ կարաս գնաս եւ սովորես։ Ու հրաշքա, խաղաղություն եկավ իմ կյանք, անձնականս դասավորվեց, ամուսնացա Փառք Տիրոջը, ինչ ասեմ, լուսավորվեց իմ կյանքը, որտեղ Քրիստոս երբ որ գալիս է, փաստորեն լույս է իր հետ բերում։ Աստված սովորություն ունի խավար տեղերում լույս վառելու, եւ այո, պատերազմը շատ նուրբ, զգայուն եւ ցավալի էջերից է մեր պատմության, որի ժամանակ բոլորս կորուստներ ունեցանք, թե սրբությունների կորուստ, թե տարածքի կորուստ եւ թե մարդկային կյանքերի կորուստ եւ խեղաթյուրում, թե մենք անձնական մակարդակով եւ թե ազգային մակարդակով, շատերը բարեկամներ կորցրեցին, շատերը հարազատներ, շատերը ուղղակի ընկերներ, շատերը ուղղակի հայրենակիցներ, եւ սա մեր պատմության այսօր ապրող մարդկանց պատմության ամենադժվար, ամենածանր եւ ամենամութ էջերից է, բայց փառք Աստծուն, որ այո, Աստված յուրաքանչյուր խավարտեղ կարողանում է լույս վառել եւ յուրաքանչյուր չարիքից բարիք բխեցնել։ Իհարկե մենք քրիստոնյաներս գիտենք, որ Աստված երբեք չարիքի պատճառ չի դառնում, երբեք, որովհետեւ այն ամենը, ինչ Աստված ստեղծել է, բարի է, եւ Աստված բարի է, եւ Աստծուց բխում է բացառաբար բարություն։ Բայց մենք մարդիկ, դուք ասցիք, ես ուզում եի հասկանալ, միգուցե ես եմ մեղավոր, մենք բոլորս ենք մեղավոր, որովհետեւ մենք թույլ ենք, որովհետեւ չենք գիտակցում, թե ինչ է իրենից թելադրում աստվածային սերը։ Սիրել կարող են միայն ուժեղները։ Հետևաբար մենք բոլորս այո մեր մեղքի բաժին ունենք այն դժվարությունների ու դժբախտությունների մեջ, որոնք մենք ապրեցինք, բայց յուրաքանչյուր պատերազմի հետ կապված ես ուզում եմ անպայման ընդգծենք, որ յուրաքանչյուր մարդ Քրիստոս ասում է չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկը իր կյանքը տա ուրիշի համար, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը տալիս են ուրիշի համար, նմանվում են Քրիստոսին, ով իր կյանքը տվեց բոլորիս համար։ Հետևաբար սա շատ նուրբ, շատ զգայուն, շատ վերքեր բացող թեմա է, բայց միևնույն ժամանակ մենք դժվարությունների մեջ կարողանում ենք գտնել Քրիստոսին, որովհետև Քրիստոս անցավ նույն դժվարությունների միջով։ Եվ փառք Աստծուն, ուրախ եմ, որ դուք կարողացաք այդ դժվարություններից հետո գտնել այն լույսը, որը սպասում էր ձեզ խավարի մեջ։ Ուրախ եմ շատ։ Փառք Տիրոջը, ես էլ եմ շատ ուրախ։ Իրոք շատ կուզեմ, որ բոլորը տեսնեն, ես գան այն ինչ որ ես ապրեցի հետո, փնտրտուքից հետո, որտեվ գիտեմ, ասում եմ թակեք եւ անպայման կբացվի եւ կարծում եմ, որ թակելու հենց խնդիրը ես դրա մեջ էլ եմ տեսնում, որ շատ անգամ մենք մեղադրում ենք, ժողովուրդը մեղադրում է քահանաներին մեր հոգեվոր աճի եւ չաճի մեջ, բայց շատերս որպես ժողովուրդ, որպես աշխարհիկ մենք չենք թակում։ Բայց պատկերացնում եք, ես ընդամենը մեկ անգամ թակեցի եւ ինձ բացվեց մի աշխարհ։ Այսինքն ես մի կողմ դրեցի այդ բամբասանքները, որ իմ մոտ կային, քահանաների մասին, որ այսօր բոլորս ենք շատ շատերն են, այսօր այդ ռոպագանդայի տակ եւ տարիներ շարունակ,
ինձ ընդամենը պետք էր մի քայլ, որ ես գնամ թակեմ, եւ ինձ համար բացվեց նենց մի հատ օրհնություն, որ այսօր շատերը այդ օրհնությունից զրկված են մենակ բամբասանքի պատճառով։ Բայց մինչև այս բամբասանքներին եւ անջատումը, հա, հայ ժողովրդի եւ քահանայի այդ անջատումը եւ հերվածումը, ուզում եմ, եթե կարող եք մի երկու խոսքով ձեր մասին խոսեք եւ ընդհանրապես ասեք ով է քահանան, որտեղից են եկել քահանաները։ Ինչու ունենք այսօր մենք քահանաներ։ Սիրով, ես Տեր Մովսես Քահանա Սահակյանն եմ, արդեն մոտ 2.5 տարի ինչ քահանական աստիճանում եմ, բայց 15 տարի ինչ ընդհանուր ասպարեզում եմ, 7 տարի սովորել եմ ջեմանում եւ այնուհետեւ առ այսօր դեռ չարչարվում եմ, որպեսզի ստանամ իմ տեխնացուական աստիճանը քրիստոսաբանության, աստվածաբանության ոլորտում։ Ծառայությունս հիմնական իմ անցկացնում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, արդեն մոտ 8 տարի է ջեման ավարտելուց հետո, դասավանդում եմ նաև ջեման, ծառայում եմ նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ պատարագներ եմ մատուցում, եւ ընդհանուր առմամբ 15 տարի այստեղ եմ, որոնցից 2.5 տարին մոտավորապես իբրև քահանա։ Որտեղից է գալիս քահանայությունը։ Քահանայությունը գալիս է Սուրբ Գրքից եւ միգուցե կարող է ձեզ համար զարմանալի թվալ, բայց Սուրբ Գրքի առաջին էջերից, որովհետեւ եկեղեցին գալիս է Սուրբ Գրքի առաջին էջերից եւ առաջին եկեղեցին դա դրախտն էր, Եդեմի պարտեզը, որի մեջ բնակվում էին Ադամն ու Եվան, որովհետեւ մենք երբ Սուրբ Գիրքը ընթերցում ենք, տեսնում ենք, որ այն վրանը, որը Մովսեսը կառուցեց, որի հիման վրա հետագայում Եզեկիել մարգարեն մարգարեություն տեսավ տաճարի մասին, այնուհետև կառուցվեց Դավթի եւ Սողոմոնի տաճարը, այդ ամբողջի հիմքում ընկած էր Եդեմի պարտեզը, որովհետև կար Եդեմի պարտեզ, որի կենտրոնում կար կենաց ծառը, որտեղ Ադամն ու Եվան անմիջական շփման մեջ էին Աստծո հետ, եւ այնուհետև վրան, այնուհետև տաճարը եւ այնուհետև արդեն քրիստոնեական եկեղեցին խորհրդանշում են այն վայրը, որտեղ մարդն ու Աստված միավորվում են։ Որտեղ է Աստված միավորվում մարդու հետ այս աշխարհում, եթե ոչ եկեղեցում, որտեղ տեղի է ունենում Սուրբ Մկրտությունը, այն պահը, երբ մարդ միավորվում է Աստծո հետ, մարդն է միավորվում Աստծո հետ, որովհետև Աստված մշտապես մարդու կյանքում ներկա է։ Եթե Աստված մարդու կյանքում չլինի, մարդը գոյություն չի ունենա, որովհետև Աստված ինքն է կյանքը, եւ եթե որևէ մարդ ապրում է, նշանակում է իր մեջ կա կյանք, իր մեջ կա Աստված, բայց մարդը յուրահատուկ սովորություն ունի Աստծուց թաքնվելու, անգամ երբ որ Աստված իր մեջ է։ Եվ մկրտությունը այն պահն է, երբ մենք որոշում ենք բացվել Աստծո առաջ, երբ մենք որոշում ենք նայել Աստծուն, որը գտնվում է մեր մեջ, եւ միավորվել իր հետ։ Հետևաբար Աստծո եւ մարդու միության վայրը, որը նախկինում եղել է Եդեմի պարտեզը, այնուհետև վրան, այնուհետև տաճարը եւ այնուհետև եկեղեցին, դա եկեղեցին է։ Իսկ Ուրեմն կարող ենք քանի անվանել դեռ կա, առաջին քահանան Ադամներ։ այո, Հա, այո, օքեյ։ առաջին Աստծո սպասավորը Ադամն էր, ում տրված էր իշխանություն ողջ երկրի վրա, ով անվանեց բոլոր կենդանիներին, ով ներկայանում էր Աստծո առաջ եւ խոսում էր Աստծո հետ։ Առաջին Աստծո սպասավորը, Աստծո պարտեզի առաջին մշակը, եկեղեցու առաջին սպասավորը Ադամն էր։ Ադամն ու Եվան միասին իբրև հավաքական մեկ կերպար, իբրև մարդ։ Ադամ բառը արդեն իսկ նշանակում է մարդ։ Եվ Եվան կյանք։ Եվ Եվա կյանք, այո։ Դա մեկ Բայց իրականություն։ փաստորեն հետո բաժանում է Աստված քահանաներին աշխարհիկներից սովորական մարդկանցից, չէ՞, հետագայում, երբ որ արդեն 12 ցեղերը Իսրայելի ձևավորվում են եւ արդեն պետք էր որպեսզի հստակ ծառայություններ մատուցվեին, զոհաբերություններ կատարվեին մեղքերի քավության եւ այլ նպատակներով, արդեն 12 ցեղերից մեկը, Ղևտական ցեղը, կոչվում է հստակ արդեն քահանայագործության, կոչվում է հստակ Աստծուն ծառայելով։ Առանձնացվում է 12-ից մեկը, ով պիտի զբաղվեր Աստծո եւ մարդկանց միջև միջնորդությամբ, մարդկանց Աստծուն ներկայացնելով եւ Աստծուն մարդկանց ներկայացնելով։ Իսկ ինչու չմնաց բոլորի վրա, չնայած որ Բայց մինչ այդ էլ մենք ունենք քահանայության օրինակներ, օրինակ Մելքիսեդեկը, ով հաց եւ գինի տալիս Աբրահամին։ Իսկ ինչու Աստված առանձնացրեց քահանաներին որպես ծառայողներ եւ թողեց հասարակ ժողով։ Ինչու ամբողջ ժողովուրդը չդարավ
քահանա, ոնց որ Քրիստոս, չէ, հետո եկավ այդպես արեց։ Մենք մեզ արդեն բոլորից, թե մեկա տենց չարեց Քրիստոս, էլի կան Տեսեք, աշխարհիկների քահանաներ։ Ինչի տեսեք առանձնացեց, 11 ասածս էնա, ինչու էր Աստծուն պետք առանձին ծառայող, այ կարևորությունն եմ ուզում հասկանամ քահանայի։ Ինքը առանձնացրեց քահանային որպես Աստծո ծառայող, բայց մենք էլ աշխարհիկ մարդիկ ենք, այտենց չենք ծառայում ոնց որ քահանա, մենք լսում ենք քահանային, չէ, չէ, ինչ չէ, այդ եմ ուզում չէ։ հասկանալ։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմինը, չէ՞։ Եվ մենք բոլորս եկեղեցու անդամներ ենք։ Մարմինը ունի տարբեր անդամներ՝ աչք, քիթ, բերան։ Այնինչ անում է աչքը, չի անում բերանը, չէ՞։ Հիմա ոնց որ այդ հարցը գիտեք ինչ լինի, ինչու մարմնի վրա կան Մենակ աչք քիթ չի։ եւ բերան եւ ոչ թե ամբողջությամբ մարմինը բաղկացած է աչքերից։ Այսինքն մենք մեկ մարմին ենք, Հիսուս Քրիստոս, որտեղ յուրաքանչյուր ոլորտի մարդ ունի իր դերակատարությունը, բայց միայն այդ ոլորտի մարդ, այսինքն միայն քահանան չի կարող լինել ամբողջ մարմնի ներկայությունը, որովհետև դա մարմնի մի մասն է, մարմինը Հիսուս Քրիստոսն է։ Եվ նույնը 5 տականում, տեսեք, ղևտացիների մասին չէ մենք խոսեցինք, Իսրայելը 12 ցեղ էր։ Եվ այդ 12 ցեղից մեկը ստանձնեց հոգևոր առաքելությունը։ Ոչ բոլոր։ Պատկերացնում եք, այսինքն ոչ թե 12-ն էլ ունեին իրենց ամեն մեկը իրենց առաքելությունը, իրենց գործառույթը եւ իրենցից յուրաքանչյուրը ուներ իր դերակատարությունը աշխարհում։ Եվ նույն ձև ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ ունի իր դերակատարությունը, բայց սա չի նշանակում, որ Աստված ղևտացիների ցեղին սիրեց ավելի, քան մնացյալին։ Ոչ, սա չի նշանակում, որ Աստված քահանաներին յուրահատուկ առանձնակի տեղ է տալիս եւ ուրիշ մարդկանց չի տալիս։ Դուք ասացիք քահանաներ եւ հասարակ մարդիկ։ Իմ համար հոգեվորականները նույնպես հասարակ մարդիկ են։ Մենք ուղղակի մեզ ասում են աշխարհիկներ, մի տեսակ բան ոնց որ այդքան էլ լավ բան չի, այդ աշխարհիկը, ոնց որ աշխարհի մեջ ես, բայց Քրիստոս ասում է դուրս արի աշխարհից, չէ՞, մի տեսակ այդ այն։ Տեսեք, կա Քրիստոսի աշխարհ։ Եվ մենք բոլորս Քրիստոսի աշխարհի մի մասնիկն ենք։ Այդ աշխարհը, այո, հոգևոր աշխարհ է նաև, եւ մենք բոլորս հոգևոր արժեքների կրող մարդիկ ենք։ Ուղղակի դա պայմանական բառեր են, հոգևորական, աշխարհական, որպեսզի տարանջատվեն այն մարդիկ, ովքեր որ ամբողջ օրը ծառայություն են մատուցում Աստծուն իրենց գործառույթով, եւ այն մարդիկ, ովքեր ծառայություն են մատուցում Աստծուն այլ ոլորտներում։ Ի վերջո, եթե դու բարեխիղճ ուսուցիչ ես, դու հոգևորականից քո հոգևոր ծառայության մեջ ոչնչով պակաս չես։ Եթե դու բարեխիղճ, եթե ոչ առավել, եթե դու բարեխիղճ ես, եթե դու բարեխիղճ վարորդ ես կամ բարեխիղճ մատակարար, դու դրանով իսկ արդեն ներկայացնում ես Քրիստոսին եւ այն առաքինությունը, որ քեզ է շնորհված։ Ես դեմ եմ հասարակ մարդ եւ ոչ հասարակ մարդ որևէ մակարդակում բաժանմանը։ Մենք բոլորս հավասար մարդիկ ենք, մենք բոլորս Աստծո զավակներն ենք, մենք բոլորս Աստծո առջև հավասար ենք։ Այլ հարց, որ յուրաքանչյուրս մեզանից ունի իր առաքելությունը այս աշխարհում եւ ունի իր գործառույթը։ Ճիշտ այնպես, ինչպես տղամարդիկ եւ կանայք հավասար են Աստծո առջև, բայց միայն կինը կարող է լինել մայր եւ միայն տղամարդը կարող է լինել հայր, չէ՞։ Սրանք տարբեր գործառույթներ են, բայց սա չի նշանակում, որ մայրը ավելի կարեւոր է, քան թե հայրը կամ հակառակը։ Եվ որն է ասում աշխարհիկ եւ աշխարհական տարբեր է, այստեղ մեզ ուղում են։ Եվ փաստորեն որն է հենց կոնկրետ քահանայի գործառույթը, ինչ պիտի անի քահանան, որն է ինչով է տարբերվում քահանայի գործառույթը, այդ բառը մի քիչ ուրիշ բան, ինչով է տարբերվում քահանան մնացած տեսեք, հասկանալու համար հավատացյալների եւ հոգեվորականների փոխհարաբերության մակարդակ կարելի է ընդհանրապես նայել պատարակներին։ Պատարակների ժամանակ հոգեվորականը երբ բարձրանում է խորան զգեստավորված հատուկ զգեստերով, ինչ ենք մենք տեսնում, ուրեմն խորանը երկնքի արքայության խորհուրդն ունի։ Եվ մենք ունենք պահչը աշխարհ գալուց։
երբ հոգևորական ինքնում է եւ ժողովրդի միջով պտտվում է եւ կրկին բարձրանում է խորան։ Այդ պահին օրինակ համար շատ հստակ հոգևորականը, որը զգեստավորված է եւ հետաքրքիր է, որ երբ որ հոգևորականը զգեստավորվում է, նա ընթերցում է այնտեղ աղոթքներ։ Ինքը այդ աղոթքների ժամանակ խոստովանում է իր մեղավոր լինելը եւ խնդրում է Աստծուց շնորհ, որ այդ օրհնված զգեստերը իրեն դարձնեն Աստծո ներկայություն ինչ որ առումով աշխարհում, որովհետև ինքը մարդ, այսինքն ես մարդ ուղակի աշխարհում երբեք չեմ կարող ներկայացնել Քրիստոսին այնպես, ինչպես պետք է, որովհետև ես էլ եմ մարդ իմ մեղքերով լցված, բայց այն պահին, երբ հոգևորականը այդ աղոթքները ընթերցելով, զղջալով իր մեղքերի համար զգեստավորվում է հատուկ զգեստերով, նա այդ պահին դադարում է լինել X կամ Y անձ, այլ դառնում է քահանա, ով մատուցում է պատարագ։ Հիմա աշխարհ գալոց օրինակի համար մեզ ցույց է տալիս, որ քահանան այդ պահին ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, որովհետև աշխարհ գալոց բառը արդեն իսկ մեզ հուշում է, որ սա Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մասին է։ Մուտքի պահն է, թե որ իջնում են ժողովրդի մեջ։ Որ բարձրանում են խորան, հետո խորանից իջնում են ժողովրդի մեջ ու նորից բարձրանում են խորան, չէ՞։ Հիմա այդ բառը աշխարհ գալոց է կոչվում այդ հատվածը։ Այդ հատվածում երբ որ հոգևորականը իջնում է, պտտվում է եւ նորից բարձրանում է վերև, դա խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը։ Հիսուս Քրիստոս երկնքից իջավ, մարդկանց մեջ շրջեց եւ վերջո համբարձվեց կրկին երկինք։ Այսինքն պատարագը մի տեսակ վերապրումն է։ Տեսեք, ավետարանը ինչ է, ավետարանը մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի կյանքը, չէ՞։ Եվ պատարագը նույնպես ինչ որ առումով այդ պահին ներկայացնում է Հիսուս Քրիստոսի կյանքը, Աստծո որդու կյանքը, ով մարդացավ, շրջեց մարդկանց մեջ եւ բարձրացավ կրկին երկինք, համբարձվեց երկինք։ Հիմա ուրեմն քահանան մի կողմից պատարագի ժամանակ ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, որովհետև անգամ աղոթքների մեջ ասվում է, մենք ասում ենք, որ հոգևորականը մատուցեց պատարագ, չէ՞, բայց աղոթքների մեջ, երբ որ այնտեղ պատարագի ժամանակ դուք մի բան եք լսում, երբ որ սարկավակները երգում են, դպիրները երգում են կամ քահանան երգում է, բայց այն ժամանակ, երբ որ սարկավակները ու դպիրները երգում են, քահանան ուրիշ աղոթքներ է ընթերցում։ Դրանք կոչվում են ծածուկ աղոթքներ, որը միայն ինքն է լսում։ Եվ այդ աղոթքների մեջ մենք շատ հստակ ասում ենք, Տեր, դու ես, որ մատուցում ես այս պատարագը։ Առաքիր Սուրբ Հոգիդ, որպեսզի իջնեն այստեղ եւ այս շնորհը, այս խորհուրդը իրականացնեն։ Հետևաբար հոգևորականը մի կողմից աղոթքների տրամաբանությունն եմ ուղղակի ասում, ներկայացնում է Աստծուն խորանի վրա։ Մյուս կողմից նույն աղոթքները ասում են մենք մարդիկ մեղավոր ենք, մենք։ Այսինքն միևնույն ժամանակ հոգևորականը խորանի վրա նաև ներկայացնում է մարդկանց ողջ բազմությունը։ Այդտեղ կանգնած բոլոր հավատացյալներին։ Հոգևորականը միանձնյա չէ բարձրանում խորան։ Մենք իրավունք չունենք մենակով պատարագ մատուցել։ Եկեղեցում անպայման գեթ 1 հոգի պիտի լինի, որպեսզի մենք պատարագ մատուցենք։ Եթե որևէ մեկը չկա, քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու։ Որովհետև քահանան ինքն իր համար չէ մատուցում պատարագ, ինքն իր անունից չէ մատուցում պատարագ, այլ ինքը ներկայացնում է մարդկանց բոլոր, ովքեր այդտեղ ներկա են եւ աղոթում են եւ ցանկանում են միավորվել Հիսուս Քրիստոսի հետ։ Հիմա ո՞րն է հոգևորականի գործառույթը, ներկայացնել մարդկանց Աստծուն, այսինքն մարդկանց անունից կանգնել խոնարհաբար Աստծո առաջ, որովհետև որևէ մարդ չի կարող կանգնել Աստծո առաջ եւ չհալվել նրա ջերմությունից եւ միևնույն ժամանակ այդ ջերմությունը աստվածային փոխանցել մարդկանց, որովհետեւ հոգևորականը ինքը իր ձեռքով է կիսում Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը եւ փոխանցում մարդկանց հաղորդություն, չէ՞։ Այդպիսով տեղի ունենում մարդկանց եւ Աստծո միավորումը կրկին։ Ինչ սիրուն բացատրեցիք, ես միանգամից պատկերացրեցի փաստորեն քահանան իմ փոխարեն, չէ՞։ Այո։ Ես էլ այդ Ձեր փոխարեն չէ, նաեւ ձեր անունից։ Իմ անունից փաստորեն ներկայանում է Աստծո առաջ, դառնում է անոտ, համել ինքը իր տեղն էլ է կանգնած փաստորեն։ Այո։ Իր անձի, չէ՞, եւ դառնում է անոտ, որպեսզի ես միավորվեմ Աստծո հետ, հերիք չի նրան վերջում հաղորդակցվեմ, հաղորդություն ստանամ, մեղքերի թողություն ստանամ, որտեղ քահանան ունի այդ օծությունը։ Փաստորեն մեծ պատասխանատվություն է, ես ոնց հասկանում եմ քահանայի վրա այդ ժամանակ, բայց ոչ թե ինքը արժանի է դրան, որովհետև ինքը սովորական մարդ է մեղավոր, այլ Աստված արժանացնում է իր օծությունով այդ պահին, հա, Այո, իմ համոզմամբ
որևէ մարդ, ոչ միայն հոգևորական, որևէ մարդ արժանի չէ հպվելու Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյանը ընդունելու իր մեջ, առավել եւս քահանան, ով իր ձեռքերի մեջ է առնում Հիսուս Քրիստոսի մարմինը։ Մենք մեղավոր մարդիկ ուղղակի արժանի չենք, բայց Աստված մեզ արժանացնում է։ Կցանկանամ մի հետաքրքիր բան պատմեմ ձեզ։ Մենք մի անգամ իրար հետ խոսում ենք եւ դուք ասացիք միշտ անձնական վկայությունը շատ կարեւոր է, չէ՞։ Այո։ Ուրեմն ես երկար ճանապարհ եմ անցել մինչև դարձել եմ հոգևորական, այսինքն երկար իմ տարիների հետ համեմատած, իմ կյանքի տարիների հետ 15 տարի ասպարեզում եմ եւ ընդամենը 2.5 տարի է ինչ օցիալ հոգևորական եմ։ Եվ սովորաբար իմ ավագ ընկերները երբ դառնում էին երբ ոցվում էին իբրև քահանաներ, ես երբեք որևէ մեկի հետ իր ապրումների մասին չէի խոսել, թե ինչ են նրանք ապրում այն պահին, երբ որ Մյուրոնը դաջվում է իրենց ճակատին, որովհետև ձեռնադրության այդ օծման արարողության ամենակարևոր մասը, կուլմինացիոն մասը այն պահն է, երբ եպիսկոպոսը Մյուրոնով օծում է հոգևորականի ճակատն ու ձեռքերը, դրանով իշխանություն տալով քահանային կատարելու խորհուրդները։ Ինչով է քահանան տարբերվում սարկավակից օրինակի համար, որը երկուսն էլ հոգևորական են, նրանով որ քահանան իշխանություն ունի եկեղեցու կողմից իրեն տրված կատարելու խորհուրդները, եւ դրա համար նա օծվում է Մյուրոնով։ Ուրեմն այդ կուլմինացիոն պահի մասին, թե ինչ ես դու ապրում, ես երբեք որևէ մեկի հետ իմ ընկերներից, ավագ ընկերներից, ովքեր հոգևորականներ են, չեմ խոսել։ Միայն մի հոգու հետ մի անգամ խոսեցի, որ այդ շատ մտերիմ էի, միայն իրեն հարցրեցի, ասեցի ինչ էիր ապրում այդ ժամանակ, ասաց, երբ որ Մյուրոնը դաջվեց իմ ճակատին, ես այրվում էի, ներքուստ այրվում էի, ես զգում էի զորություն։ Եվ երբ որ եկավ իմ ձեռնադրության օրը, երբ որ ես արդեն պիտի դառնայի քահանա, ես ամբողջ այդ ընթացքում սպասում էի այդ այրման process-ին։ Ես սպասում էի, որ պիտի այրվեմ ներքուստ։ Ձեռնադրությունը 2 օր է տևում։ Նախորդ երեկոյան տեղի ունենում ընծայումը, մենք մտնում ենք եկեղեցի, ծնկաչոք եկեղեցու դռների մոտից մոտենում ենք դեպի խորանը, այդ ընթացքում աղոթքներ կարդալով, մեր ուխտը հաստատելով եկեղեցու եւ մեր սրբազան կանոնների եւ մեր վերադասների հոգեվորականների նկատմամբ, ապա հաջորդ օրը նույն տեղից արդեն պատարագի ժամանակ կրկին ծնկաչոք բարձրանում ենք խորան եւ որտեղ տեղի ունենում ձեռնադրության արարողությունը։ Հիմա իդեպ ես ձեռնադրվել եմ Գորիսում, որտեղ 100 տարի քահանայական ձեռնադրություն չի եղել եւ երբ որ մեր ժամանակը եկավ քահանայական ձեռնադրություն ստանալու, մենք Մայրաթորից գնացինք Գորիս, բավականին երկար ճանապարհ էր, բայց Գորիսը ընտրվեց իբրև սահմանամերձ տեղ։ Մենք գնացինք Սյունյաց աշխարհ, մի եկեղեցի, որտեղ 100 տարի քահանայական ձեռնադրություն չէր եղել, եւ մենք գնացինք այնտեղ, ուրեմն երեկոյան նախորդ ուրեմն ընծայման կարգի ժամանակ մտել եմ եկեղեցի, պիտի արդեն սկսվի արարողությունը եւ չգիտեմ ինչի այդ պահից սկսյալ մինչև իմ օծման պահը, այդ որ ես սպասում եմ այնտեղ որ պիտի այրվեմ, այդ պահից սկսած մինչև վերջին պահը անընդհատ իմ մտքին գալիս էին այն բոլոր մեղքերը, որոնք ես գործել եմ իմ կյանքի ընթացքում։ Մեղքեր, որոնց մասին կարող է ես վաղուց արդեն չէի էլ հիշում։ Մենք երբ որ խոստովանում ենք մեր մեղքերը մեզ մաքրվում են, որովհետև Աստված այդ իշխանությունը տվեց առաքյալներին, առաքյալները եպիսկոպոսներին, քահանաներին, այսինքն երբ որ ես գալիս եմ ծնկի եմ իջնում, իսկապես զղջում եմ եւ ներողություն եմ խնդրում եւ հոգեորական ասում Աստված թողություն շնորհես ցե, թող Աստված թողի քեզ քո մեղքերը։ Այդ պահին Աստված մաքրում է քեզ, որովհետեւ այդ իշխանությունը Աստծո կողմից տրված է։ Ասել է ում կապեք կկապվի, ում արձակեք կարձակվի։ Այսինքն եթե հոգեորականը Աստծո անից արձակում է, արձակված են, վերջ, դու այդ մեղքը այլևս չունես։ Բայց կան մեղքեր, որոնք որ դու քո հետ տանում ես քո հիշողության մեջ մինչև կյանքի վերջ, կան մեղքեր, որոնց դու այլևս չես անդրադառնում։ Այդ 2 օրերի ընթացքին ինչքան մեղք ունեի, բոլորը հերթով իմ մտքին էին գալիս։ Ամբողջ աղոթքների ընթացքում ես անգամ ինձ ներքուստ ուտում էի, ասում էի, ես ինչ ես մտածում, մտածի նրա մասին, թե ինչ է հիմա տեղի ունենում, ինչ պիտի լինի, բայց մեղքերի այդ տարափը, որ գալիս էր իմ մտքին, ավարտվեց այն պահին, երբ Մյուրոնը դաջվեց իմ ճակատին։ Ես այդպես էլ չայրվեցի։
Այդպես էլ չարվեցի, Իսկ բայց այդ այդ պահին process-ին էր այրվում, այդ այդ մեղքերն են այրվում, այդ չէ՞։ պահին, հեսա կասեմ, այդ պահին, Հա։ երբ որ Միրոնը դաջվեց իմ ճակատին, այդ բոլոր մեղքերը, որ գալիս էին իմ մտքին, դադարեցին։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր հոգևորական յուրովի ապրումներ է ունենում, սա իմ ապրումներն էին, բայց ես հասկացա մի պարզ բան, այո, ես երկար տարիներ պատրաստվել եմ քահանա դառնալուն։ Եվ գուցե ես երբևիցե մտածել եմ, որ ես այո կհաջողեմ, լավ հոգևորական կլինեմ, ես պիտի լինեմ հոգևորական եւ այլն, բայց այդ բանը ես հասկացա մի պարզ բան. Աստված քեզ հիշեցնում է, որ դու արժանի չէիր, բայց ինքը քեզ արժանացրեց քո մեղքերով հանդերձ, որոնք դու գործել ես։ Յուրաքանչյուր մեղք, որ դու գործել ես, դա դավաճանություն էր Աստծո հանդեպ։ Սուրբ Գիրքը շատ հաճախ է Իսրայելին ներկայացնում իբրև անբարոյական, ամուսնական հարաբերությունների մեջ է դնում Իսրայելին եւ Աստծուն, եւ Իսրայելին անվանում է իբրև անբարոյական կին, դավաճանող կին իր ամուսնուն։ Եվ յուրաքանչյուր մեղք, որ մենք գործում ենք, դա դավաճանություն է Աստծո նկատմամբ։ Եվ Աստված ուղղակի այդ երկու օրերին ինձ բացատրում էր, հուշում էր, որ ես այդպես եմ հասկանում, որ դու այն դավաճանն ես, որ անընդհատ դավաճանել ես Աստծուն, բայց այդուհանդերձ Աստված քեզ սիրում է եւ Աստված ուզում է եւ Աստված քեզ արժանացնում է այն շնորհին, որը որ դու հիմա ունես։ Իսկ այդ խորքային ապրումը, ապաշխարության ինքը շարունակական է, չէ՞, բայց քահանայությունից հետո էլ այնպես չէր, այդ օրը մենակ ապրեցիք, հա, այդ օրը դու հասկացար, որ Աստված ներում է քո մեղքերը, բայց համ էլ հասկացար, որ դու մահկանացու ես, մարդ ես, հա, կարա մեղքեր գործի, բայց մեկը այդ պահից հետո նորից էլի, չէ, այդ ապաշխարության process-ը գնում է, ինչ եմ ես հարցը տալի, որովհետև ինձ մոտ ես էլ չեմ համեմատվում, ուղղակի իմ օրինակն եմ ասում, երբ որ ապաշխարեցի, մեկը այդ ապաշխարությունը իմ ես կարծում եմ ողջ կյանքիս ընթացքում է գնալու։ Չէ, այդ զգացողությունը, որ դու ամեն օր ես ներվում։ Ուրեմն, երբ որ արդեն օծվում էի քահանա, իմ կրկին ավագ ընկերներից մեկը ասեց, երբ որ առաջին անգամ Քրիստոսի մարմինն ու արյունը կվերցնես ձեռքերիդ մեջ, դա մի բան է, որին դու տարիներով պատրաստվել ես, որ դրան հասնես, այսինքն դու սպասել ես այդ օրվան տարիներով։ Երբ որ առաջին անգամ Քրիստոսի մարմինն ու արյունը կվերցնես ձեռքերիդ մեջ, ինչ երկյուղացությամբ պիտի վերցնես։ Այդ ապրումները պահի, որպեսզի յուրաքանչյուր պատրակին նույն ապրումները ունենաս։ Եվ ասեմ ձեզ, մինչև քահանա դառնալը ես որոշակի բաներ արել եմ, օրինակի համար քարոզել, չգիտեմ, ոչ այն աստիճան, ինչքան հիմա եմ անում, բայց որոշակի բաներ արել եմ, մարդկանց հետ խոսել եմ, իրենց խնդիրների մասին, չգիտեմ, խորհուրդներ տալ եւ այն ինչ որ հիմա անում եմ, բացի խորհուրդներ կատարելուց, արել եմ նաև սարկավակ ժամանակ եւ էլի մտածում էի դե ինչ պիտի փոխվի, էլի պիտի փոխվի, որ ես կարժանանամ Քրիստոսի մարմինն ու արյունը ձեռքերից մեջ վերցնելու, չէ կարամ վկայեմ, որ 2.5 տարիների այս կյանքը ամբողջությամբ ուրիշ կյանք է, որովհետեւ երբ քեզ տրվում է ավել շնորհ, տրվում է նաև ավել պատասխանատվություն, տրվում է նաև ավել կարողություն եւ տրվում է նաև ավել փորձություններ։ Ինչքան ավելի մոտ ես միշտ սիրել եմ այս խոսքերը ասել, ինչքան ավելի շատ ես փորձում հասնել Աստծուն, այդքան ավելի շատ է փորձում չարը քեզ հեռացնել Աստծուց։ Առավել եւս, եթե քո հետ փորձում են հասնել Աստծուն այլ մարդիկ։ Հետևաբար, քանի որ քահանայի պատասխանատվությունը որոշակի առումով ավել է, քան նույն սարկավակի պատասխանատվությունը այս առումով, թեև իրենք երկուսն էլ հոգևորական են, չարի համար ավելի նախընտրելի է, գիտեք, շատ կարևոր բան կուզեմ, մեր բոլոր մարդիկ իմանան, հասկանան, ընդունեն, որպեսզի չտրվեն նաև բամբասանքներին։ Չարի համար ավելի նախընտրելի է վերացնել շարքերից մեկ հոգևորականի, քան հազարավոր մարդկանց, որովհետև մարդկանց անկումի պատճառով կարան այդ մարդկանց ընտանիքի անդամները, ընկերները հիասթափվեն, չգիտեմ, բայց հոգևորականի անկումի պատճառով, անկախ նրանից հոգևորական դրանից հետո ապաշխարում է, չի ապաշխարում, վերադառնում է դեպի Աստված, չի վերադառնում, հոգևորականի անկումի պատճառով
շատ-շատերն են հիասթափվում։ Ինչև ցավալի է իրականում, չպիտի հիասթափվեք, պիտի հասկանաք, որ հոգևորականն էլ մարդ է ենթակա գայթակղությունների, առավել ենթակա գայթակղությունների, բայց իմացեք, որ հոգևորականի անկումը չարի համար ավելի մեծ ցնծություն է, որովհետև Սուրբ գրքում ասում է, չէ, եւ կմոլորեցնեն շատերին, եւ եթե հնարավորություն ունի, անգամ ընտրյալներին։ Ուզում եմ այդ սիրուն այդ վեհ վիճակից ես տես բնավորություն ունեմ էլի, ինչ որ տես որ հասկացանք ինչքան կարևոր ինքը պատասխանատու փաստորեն կյանքը, քահանայի կյանքը եւ ինչքան մեծ բանա ձեզ վստահում Աստված կոնկրետ, հա, այդ բնակավարի մարդկանց եւ հիմա այդ հրաշալի շնորը, այդ հրաշալի շնոր ունեցող մարդիկ, ովքեր միշտ եղել են Քրիստոսից այս կողմ 1700 տարի մեր ազգի մեջ, ինչ պատահեց, որ այդ հրաշալի կարևոր ուրեմն մասնագիտություն չեմ կարա ասեմ, այդ կարևոր մարդկանց եւ հասարակ ժողովրդի միջև սենց մեծ անդունդ ու սենց մեծ բաժանում, որ բացարձակ չկա վստահություն այդ վեհ, կարամ ասեմ, Աստծուն մոտիկ մարդկանց, ովքեր պիտի լինեին մեր ամենամտերիմները։ Ինչ եղավ, երբ եղավ, ինչի եղավ։ Կարծում եմ կա դրա համար երկու պատճառ։ Որոշակի առումով արդարացված եւ չարդարացված։ Ուրեմն ես բնականաբար երբեք չեմ ասի, որ մենք սուրբ ենք, հոգևորականները սուրբ չեն, եւ ես սիրում եմ ասել, եւ սա իմ հավատքն է, սա իմ ապրումն է, որ մեր գործած փոքր մեղքերը ավելի ծանր են, քան թե ուրիշ մարդկանց գործած միգուցե ճակերտավոր մեծ մեղքերը։ Հա, բայց մենք էլ մարդ ենք եւ մենք էլ ենք մեղք գործում։ Մենք մարդ ենք, մենք հրեշտակներ չենք։ Գեղեցիկ պատմություն կա, ասում են ինչու հոգևորական, ինչու եկեղեցում հրեշտակները չեն սպասավորում Աստծուն, ինչպես օրինակի համար Եսայի մարգարեության մեջ մենք տեսնում ենք, որ Սուրբ եկեղեցությունը հրեշտակների ծառայությունն է, հրեշտակներն են սպասավորում Աստծուն, ապա ինչու եկեղեցու մեջ հրեշտակները չէ, որ սպասավորում են Աստծուն, եւ դրա բացատրությունը կա մի պարզ պատճառով, որ հրեշտակները չէին կարող հանդուրժել Աստծո հանդեպ գործված դավաճանությունը, մեղքը, եւ ընտրվում են մարդիկ, հոգևորականներ, ովքեր նույնպես մեղքի մեջ են եւ նույնպես պայքարում են մեղքի դեմ, երբեմն ստացվում է, երբեմն չի ստացվում։ Ցավալի է, երբ որ մեր մոտ դա չի ստացվում, բայց միայն Աստված գիտի թե ամենա մարդիկ դեզանից ավելի շատ են պահանջում, քան դուք կարող եք դա տալ, չէ՞։ Ինչ որ առումով էտել կա, ինչ որ առումով էտել կա, մեր դասախոսներից մեկը մի անգամ ճեմարանում ասաց, երեխեք ձեզ քննադատում են եւ քննադատելու են, որովհետեւ մարդիկ ուզում են ձեզ տեսնել կատարյալ։ Բայց հիմա եկեք վերադառնանք։ Ես ուզում եմ ձեզ տեսնեմ կատարյալ, ինձանից բարձր, որ ամեն անգամ ես ձեզ հիշելուց կամ տեսնելուց, ես մի անգամից գաստանամ, ապաշխարություն իմ վրա գա ու մոտենամ Աստծուն։ Ես տենց եմ պատկերացնում հոգևոր այրերին։ Իհարկե ես գիտեմ, որ ես հիմա եմ գիտակցում, որ դուք բոլորդ էլ մարդ եք, միսու առումով։ Բայց մենք էլ ենք ուզում մեզ տեսնենք կատարյալ։ Անես չի մենք չենք ուզում մեզ տեսնենք կատարյալ, բայց կատարելությունը անվերջանալի ճանապարհ է։ Մենք միշտ պիտի ձգտենք կատարելության, որովհետև մենք երբեք չենք կարող լինել կատարյալ այս աշխարհում։ Մենք կատարելության կարող ենք հասնել միայն Աստծուն կատարելապես միավորվելով, երբ այս աշխարհից այլևս կվերանանք եւ կմիավորվենք։ Պրոցեսը սկսվում է այստեղ, այս աշխարհում, բայց մենք կատարելապես կարող ենք Աստծուն միավորվել այն ժամանակ, երբ այլևս չենք ունենա հնարավորություն, այսինքն կհրաժարվենք մեղք գործելուց։ Հասկանում եք։ Հիմա մենք ուզում ենք մարմին չենք ունենա երևի, չէ՞, այդ է վերջը։
ունենանք մարմին, ուրիշ մարմին, ոչ Հոգևոր մարմին, ապականված մարմին եւ այլն, Պողոս Արաքելը ասում է լուսե մարմին, բայց մենք ինչի որևէ մեկին չենք սրբադասում իր կենթանության օրոք, որովհետեւ մարդ միջև կյանքի վերջին պահը ենթակա է անկման։ Մենք Սուրբ գրքում ունենք օրինակներ, օրինակ Մարիամ Մագդաղենացին, ով մի ամբողջ կյանք ապրեց շատ սխալ կյանքով, բայց վերջում դարձավ սուրբ, եւ ունենք Սողոմոն թագավորի օրինակը, ով մանկությունից ի վեր Աստծո հետ շփման մեջ է եղել եւ վերջում դարձել է կռապաշտ։ Բայց մենք Սողոմոն իմաստունի գրքերը ունենք Աստվածաշնչում, Աստվածաշունչը Սողոմոնը գիտեք, չէ՞ որ վերջում կրապաշտ է, հա, Սողոմոնը վերջում կռապաշտ է դառնում։ Վայ, ես առաջ անգամ Բա, եմ բան լսում։ Մեր բա, Սողոմոնը, որ կարդում ենք իր գրքերը։ Դավթի որդի Սողոմոնը, Դավթի այո, այո, կրապաշտա մահացել։ այո։ Վау, Դրա համար եմ ասում, հասկանում եք, մենք մարդ ենք, մենք կարող ենք ընկնել, մենք կարող ենք վեր կենալ։ Աստված կոչում է, կանչում է մեզ դեպի կատարելություն եւ մենք պիտի ձգտենք ոչ միայն հոգեվորականներ, այլ սա բոլոր մարդկանց է վերաբերվում։ Բոլոր մարդիկ պիտի ձգտեն կատարելության։ Թե ճանապարհին ինչ կլինի, միայն Աստված գիտի։ Ամենադաժաններն է, որ պատկերացրու ողջ կյանքիդ ընթացքում ճանապարհդ անցնում ես եւ փորձում ես դեպի կատարելություն, գնաս հասնես վերջ ու սայթակես, ինչ ահավոր է։ Սայթակելն է ահավոր, բայց ոչ այդքան սայթակելն է ահավոր, ինչքան սայթակած ընկած մնալն է ահավոր։ Մնաց։ Այսինքն Սողոմոն հիմա Հուդայի օրինակը, որ դավաճանեց Հիսուս Քրիստոսին, մատնեց Հիսուս Քրիստոսին, երկու աշակերտ դավաճանեցին Հիսուս Քրիստոսին, Հուդան եւ Պետրոսը, բայց Պետրոսը զղջաց եւ ներում ստացավ։ Հուդան ինքնասպանություն գործեց, այսինքն զրկեց ինքն իրեն Աստծո ներումը ստանալու հնարավորությունից։ Գուցե չհավատաց, որ Աստված իրեն կների։ Գուցե ինքն իրեն անարժան համարեց Աստծո ներմանը, բայց չէ որ Աստված պիտի որոշեր ներում էր թե ոչ։ Նա ուղղակի ինքն իրեն զրկեց ներման հնարավորությունից։ Հետևաբար սայթակել բոլորս ենք սայթակում, բայց կարևորը ընկած չմնալը, այլ վեր կենալը եւ կրկին ձգտել դեպի կատարելություն։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, թե ինչու են մարդիկ եւ հոգեվորականները անջրպետվել, տարանջատվել, չգիտեմ ինչի է անվստահություն ձևավորվել, երկու պատճառով։ Մի որոշ առումով արդարացված եւ որոշ առումով ոչ արդարացված։ Նախ արդարացված որոշ առումով ինչու եմ ասում, որովհետեւ երբ մարդը տեսնում է հոգեվորականի անկումը, քանի որ ինքը հոգեվորական իդեալականացնում էր եւ կապում էր իր հավատքը այդ հոգեվորականի հետ, հիասթափություն ապրում, ասում է, եթե ինքը սենց է, էլ ինչ գնամ եկեղեցի, եթե ինքը սենց է, առանց հասկանալու, որ եկեղեցին ինքը չի, եկեղեցին մենք միասին ենք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին Քրիստոսն է, մենք այդ մարմնի անդամներն ենք։ Հետևաբար սա ինչ որ առումով արդարացված է, որովհետև հոգեվորականը միգուցե ինչ որ առումով սխալ է գործել, բայց միևնույն ժամանակ արդարացված չէ, որովհետև դու չես կարող մեղքի ողջ պատասխանատվությունը թողնել միայն հոգեվորականի վրա, չտեսնել քո աչքի գերանը եւ տեսնել դիմացինի աչքի փուշը, կամ գուցե եւ դիմացինի աչքի գերանը։ Ես չեմ խոսում նրա մասին, որ մենք գերաններ չունենք մեր աչքերում, ունենք, բայց միևնույն ժամանակ գերաններ ունեն բոլոր մարդիկ։ Եվ մեր իբրև քրիստոնյաներ պարտականությունն է մեկս մյուսին օգնել, հանել գերանը, երբ մենք կհանենք մեր աչքերի գերանները։ Այսինքն էլեմենտար ընտանիքում, երբ որ երկու եղբայր իրար հետ վիճում են, իրենք չեն դադարում իրար սիրել։ Հաստատ։ Որտեղ կան երկու եղբայրներ, երկու քույրեր, չգիտեմ, մի քանի երեխաներ, կին ամուսին, որտեղ կա, այո, որտեղ կա ազգակցական կապ, մեկը մյուսի թերությունը տեսնում է, չէ՞։ Մեր ծնողները մեր համար իդեալական են։ Հիմա ես վստահաբար իմ երեխայի համար իդեալ եմ, բայց արդյոք ես իդեալ եմ։ Ոչ։ Բայց իմ երեխան իմ թերությունները տեսնելով հանդերձ չի դադարելու ինձ սիրել։ Դիրել։ Եթե մենք մեկս մյուսի թերությունները տեսնում ենք
եւ դրանից գայթակղվում ենք եւ ոչ թե մտածում ենք ոնց անեմ, որ ես այս հոգեվորականին օգնեմ։ Եթե մենք դա չենք անում, նշանակում մենք իրար չենք սիրում։ Կարծում եք Մենք ես կարամ հոգևորականին օգնեմ, եթե ես նկատեմ, որ հոգևոր, ասենք ես աշխարհավոր, աշխարհիկ ոնց են ասում, մարդ, նկատում եմ, որ հոգևորականը ինչ որ անկում կա իր մոտ, փոխանակ, որ ես չարանամ այդ մարդու հանդեպ եւ հիասթափվեմ, ուզենամ իրան փորձեմ։ Արդյոք դա հանդգնություն չի, մտքով չի էլ անցնի, որ ես քահանային կարողանամ նո, օգնեմ, չէ՞։ երբեք ընդհակառակը դուք պարտավոր եք քահանային օգնել։ Բայց Նախ ես եւ առաջ ինձանից շատ գիտի, ես իրան ինչ պիտի սովորացնեմ։ ինչ կապ ունի։ Շատ իմանալ չի նշանակում ավելի շատ Աստծուն սիրել, ճանաչել, զգալ։ Մի հետաքրքիր պատմություն կա, ասում եմ, մի հոգևորական ընկնում է անմարդաբնակ կարելի ասել կղզի, որտեղ կային ընդամենը 3 կրթություն չունեցած անձնավորություններ, ամբողջ կյանքները այդտեղ են ապրել, ընկնում են այնտեղ, բայց հասկանում են, որ իրանք չգիտեն որտեղից Քրիստոսի մասին լսել են եւ քրիստոնյա են։ Խոսում է իրենց հետ, տեսնում է, որ այս մարդիկ քրիստոնյա են, բայց տերունական աղոթքը չգիտեն, հայր մերը չգիտեն։ Սա իրենց սովորեցնում է, ասում է այս պատավերից հետո սա ես ասում, սենց, այս կոմենկոմ, հետո գալիս է մի հատ նավ, այս հոգևորականին վերցնում է, որ տանում է, պիտի տանի արդեն իր տուն, մեկ էլ այս մարդը իրանից ուրախ նավով գնում է, տեսնում է, այս 3-ը ջրի վրայով վազելով գալիս են իր մոտ։ Գալիս են մտնում են նավի մեջ, ասում են, հայր, այս ինչ տողից հետո որ տողներ գալիս։ Այսինքն հավատքը քրիստոնեական կապված է իմացության եւ գիտության հետ։ Մենք գիտակից քրիստոնյաներ ենք։ Մեր հավատքը անիմանալի բաների մասին ինչքան էլ որ է, միևնույն ժամանակ չէ, որովհետև Աստված մեզ ճանաչվում է։ Մենք ասում ենք, որ Աստված անիմանալի է, չէ, բայց այն հանգամանքը, որ մենք ասում ենք, որ Աստված անիմանալի է, արդեն իսկ դրանով վկայում ենք, որ մենք ճանաչում ենք իրեն իբրև անիմանալի։ Հասկանում եք, այսպես մի քիչ պարադոքսալ բան է, բայց մենք ինչ որ առումով հասկանում ենք, թե ինչին ենք հավատում, բայց հավատքի զորությունը լոկ իմացությամբ չի լինում։ Նույն Սողոմոն արքայի պես ես կարծում եմ, որ մեզանից եւ որևէ մեկը երբեք Աստծուն չի ճանաչի։ Բայց մարդը ի վերջո Աստծուն թողեց։ Բայց տատիկները մեր եկեղեցու, ովքեր կռացած, այն որ չեն կարողանում տնից խանութ գնան, բայց գալիս են եկեղեցի, կանգնում են եւ աղոթում են, ես կարծում եմ օրինակի համար իրենց հավատքը մեզ համար պիտի ուսուցողական լինի եւ հոգեվորականներիս համար նույնպես։ Հետևաբար, այո, դուք հոգեվորականներին կարող եք օգնել, անկախ նրանից ով ինչքան գիտի։ Մենք կարող է ավելի շատ գիտենք, որովհետև մենք ամբողջերը դրա մեջ ենք։ Հիմա ես երկեցողության եւ նոտաների եւ այդ ամեն ինչի հետ կապված չեմ կարող իմանամ այնքան, ինչքան գիտեք դուք։ Դուք Ես ձեր նոտա ամբողջ չգիտեմ, так что ինձ թվում է պիտի ինձանից Ամենայն դեպս դուք ձեր ամբողջ կյանքը երկեցողության մեջ եք, չէ՞։ Դուք հաստատ ավելի լավ եք այդ ամեն ինչը։ Ֆալշը լսում եմ, երբ որ ֆալշը։ Yeah. Okay, բայց հիմա ուրիշ մի հատ հարց է ինձ մոտ առաջանում։ Հիմա ասենք, թե ես տեսա, որ իմ հոգևոր հայրը սայթակել է ու փորձում եմ իրան օգնեմ, բայց փոխանակ փորձեմ իրան օգնեմ, ես ուզում եմ, որ ինքը չքվի, վերանա, երբեք էլ չլինի, իրան հանեն աշխատանքից, եւ ես ուզում եմ, որ իրան կտրեն։ Բաղոր մնաց ձեր սերը։ Հա, արդյոք դա ես իրան օգնեցի, ինձ էլ հետո օգնեցի։ Չէ։ Չէ, բաղոր մնաց ձեր Մի հատ էլ սերը։ անիծում եմ, հա, մոռացա, անիծում եմ։ Պատկերացնում եք, եթե Քրիստոս մերժեր բոլոր այն մարդկանց, ովքեր մեղավոր էին։ Եվ երկրորդը, Քրիստոս մեզ բացատրում է, որ մեզանից որևէ մեկը արդար չէ։ Նույն Մարիամ Մագդաղենացու պատմությունը վերցնենք, բերում են Քրիստոսի մոտ, ասում են նա մեղք է գործել, իրեն պիտի քարկոծենք։ Քրիստոս ասում է ճիշտ եք ասում, օրենքով պիտի քարկոծեք, բայց թող առաջինը քարը գցի նա, ով որ անմեղ է։ Բոլորը գնում են։ Քրիստոս ինչ է ասում։ Ես էլ քեզ չեմ քարկոծի, հա։ Այսինքն ես քեզ ներում եմ։ Այսինքն Քրիստոս կարար, Քրիստոս արդար էր, բայց Քրիստոս ներեց։ Մենք մեզանից եւ որևէ մեկը արդար չէ։ Որևէ մեկը, մենք բոլորս ունենք մեր մեղքերը։
Ուտեմ ասես։ Դա Եթե դուք ինձ չեք բանալակի ներում, ես էլ ձեզ ամրիկ չեմ կարող ներում, մեղավոր եք։ կապում ենք Հա, ձեր մեղքերը всё, չենք մենք արձակում։ այսօր չենք անում ու տենց արդեն գրդրություն ա մտնում, ճիշտ եմ ասում այդ բառը։ Ու փաստորեն եթե ներում եւ սեր չկա, նույն կերպ քահանան միշտ կարա ուրեմն հանդիմանի, սեր չտա ու միշտ հանդիմանի ասի դու մեղքի մեջ ես ոնց կարաս, բայց առանց սիրո երբեք մարդուն չես կարող օգնես, որ ինքը այդ Հա, մեղքի միջից դուրս գա։ հա։ Յա, Ի երկկողմանին է, վերջո, հա։ էլի ընտանիքի անդամների օրինակով էլի ծնողները զավակներից եւ հակառակը չեն հրաժարվում, որովհետեւ մեկը կամ մյուսը ունի թերություն։ Ừm, Հրաժարվում են, հա, այսօրվա աշխարհում հրաժարվում են, բայց դա նորմալ չի։ ừm, Նորմալ չի։ Եթե կա սեր, յուրաքանչյուր թերություն կարելի է շտկել, որովհետև մենք մեկս մյուսին լրացնում ենք։ Մի բանի մեջ ես եմ ուժեղ, մի բանի մեջ դուք եք ուժեղ, մի բանի մեջ երրորդը, եւ մենք միասին դառնում ենք մեկ ուժեղ մարմին, մարմին Հիսուս Քրիստոսի։ ừm. Գիտեք, ես ինչ եմ նկատել, քանի որ շատ եմ շփվում ժողովրդի հետ, հասարակ, հա, սիրում եմ շատ շփվեմ եւ ընդհանրապես շատ սիրում եմ իմ հայ ժողովրդին։ Ժողովրդի մոտ այն պահն է, որ մեր հոգեվոր ծարավը չհագենալու պատճառը մեղադրում են քահանաներին, ասում են մենք որովհետեւ տգետ ենք, որովհետեւ քահանաները լավ չեն աշխատում։ Եթե քահանաները մեզ տային հոգևոր սնունդ, մենք sense տգետ չէինք լինի, ինչ վերաբերվում է Աստվածաշնչին եւ Աստված ճանաչողությանը, եւ ինչ որտեղ մեղադրում են քահանաներին։ Եթե ինչ որտեղ են մեղադրում, ես դա հասկանում եմ, որտեղ իդեալական մարդ չկա, բայց երբ որ 100%-ով են մեղադրում քահանաներին, այսինքն այնպես է ստացվում, որ դու բուջուր երեխա ես, դու չես կարողանում կաթիկը տաքացնել, քեզ միշտ պիտի բերեն այդ կաթիկը տաքացնեն, տան որ դու խմես։ Հարցս ինչումն է, պատասխանատվությունը իմ հոգևոր աճի մենակ ձեր վրա է, հոգևորականների, թե իմ վրա էլ կա պատասխանատվություն, որտեղ Ես միշտ են օրինակ մեղադրում։ նորմալ է։ Դուք եք Նորմալ է, մեղավոր, ոչ որ թե ես չեմ նորմալ ճանաչում է, Աստծուն։ Բայց դրա մեջ կա նաև ճշմարտություն, որտեղ դա ձեր գործն է։ Էդ է ուզում ասել։ Հիմա օրինակի համար ես իմ ընկերների հետ երբ որ խոսում եմ, մենք մեր ընկերներով հոգևոր ասպարեզում, մենք գալիս ենք այն մտքին, որ այո, մենք թերանում ենք, դրա համար էլ մենք ունենք շատ տկար կողմեր մեր իբրև եկեղեցի հավաքական կերպարի մեջ։ Այսօր որ ես կերազեի, որ մեր բոլոր հավատացյալները լինեին ուժեղ քարոզիչներ Հիսուս Քրիստոսի, բայց այսօր տենց չի, որովհետև իրենք նախ իրենք էլ չեն գնա այդ քայլին, երկրորդ իրենք այդ պատրաստությունը չեն ստացել բայց ես միշտ ասում եմ, որ բոլոր ամենալուրջ խնդիրները բոլոր պատմական գրքերում լուծվել են կանանց թեյի բաժակի շուրջ, երկու կանայք նստել են, թեյ խմել են, խնդիրները լուծվել են։ Դեպքում բան է կոչել։ Հիմա ես օրինակի համար կերազեի, որ բոլոր մարդիկ, մեր բոլոր հավատացյալները լինեին Հիսուս Քրիստոսի քարոզիչները, կենթանի քարոզները, բայց ինչի այդպեսին չեն, որովհետև մի կողմից այո, մենք իրենց այդպեսին չենք դարձրել, որովհետև մենք ինչ որ առումով մենք պիտի ուսուցանենք, չէ՞, մենք պիտի փոխանցենք, որ իրանք վերցնեն եւ իրենք գնան եւ դա անեն։ Այո, մենք ինչ որ առումով չէ, մենք բավականին թերանում ենք այդ հարցում, բայց մենք թերանում ենք նաև օբյեկտիվ պատճառներով։ Օրինակի համար ամբողջ աշխարհում հոգևորականների ամբողջ աշխարհում հայ հոգևորականների թիվը ներառյալ սարկավակներին եւ ամենայն հայոց կաթողիկոսին 714 է։ Ամբողջ աշխարհում, այսինքն քահանաների թիվը ամբողջ աշխարհում մոտավորապես 480-ի մոտ է։ Հիմա նախ քանակի խնդիր կա։ Երկրորդը ուրիշ լիքը խնդիրներ էլ կան։ Մենք թերանում ենք, Սովետի որ չի եղել սովետի ժամանակ, չէ, ընդհանրապես ինստիտուտը չի եղել, հա։ Չէ, եղել է, ինչու՞ չէ։ Արգելված է եղել ինչ որտեղ, Արգելված է եղել, բայց եղել է։ Հիմա հարցը հետևյալն է, այո, մենք թերանում ենք, դրա համար կան օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներ, երբեմն ուղղակի ծուլանում ենք, կամ չգիտեմ, հազար մի պատճառ կարող լինել, բայց մենք, քանի որ հավաքական մարմին ենք, միայն մենք չենք կրում պատասխանատվություն մեր թուլության համար։ Միայն այն գաղափարը, որ դուք մտածում եք, որ դուք չեք կարող ինձ օգնել, արդեն խնդրահարույց է։ Իսկ ով ինձ պիտի օգնի, եթե ոչ դուք։ Հիմա այսօր Հիսուս Քրիստոսին քարոզել, ով է ինձ օգնում։ Քանի տարի, վերջին անգամ
Վերջին անգամ լայվ արել եմ երևի մի 5 տարի առաջ։ Չեմ ասի, որ ծուլացել եմ դրա համար չեմ արել, չէ, ուղղակի ուրիշ զբաղումներ եմ ունեցել, ուրիշ պարտականություններ եմ ունեցել եւ չի հասել սրան, բայց դուք եկաք ասցիք, դերեր պիտի անենք։ Եվ արեցիք։ Հիմա դուք ինձ օգնեցիք, չէ՞։ Հիմա ես պատասխանատվություն կրում եմ, որ մենք միջ այս չենք արել, կրում եմ, բայց միևնույն ժամանակ Բա ես ուր էի 45 տարի։ մի կողմից չի, էլի, այսինքն երկու կողմն էլ մենք բոլորս կրում ենք պատասխանատվություն մեկս մյուսի համար։ Ես ձեր համար, դուք իմ համար։ Որովհետև առանց ձեզ ես ում համար պիտի գործեմ։ Եվ ինչպես եք տեսնում բարիշելու ճանապարհը, սենց լայվերով կամ ունեք ինչ-որ մի առաջարկ կամ սրտի փափկացում, որովհետև ամեն մարդու մոտ չի, որ սիրտը փափուկ է։ Օրինակ շատ մարդկանց մոտ շատ ավելի պրիմիտիվ է խոսակցությունը, նրանք հավատում են բամբասանքների եւ կապում են տարատեսակ մեղքերի հետ քահանաներին եւ չեն վստահում։ Հիմա ո՞նց անենք, որ բարիշենք։ Ինչ պիտի ամեն մեկս մեր հնարավորությունների շրջանակներում պիտի թակենք նրանց սրտերը եւ մոտ խնդրենք։ Սիրով։ Այսինքն մենք բոլորս այո պիտի քարոզենք Հիսուս Քրիստոսին։ Ինձ հարց են տալիս, ասում են Տեր, ոնց մարդուն բացատրենք, որ եկեղեցի գալը լավ բան է, էլի ոնց անենք, որ մեր հարազատը գա եկեղեցի։ Ես ասում եմ ոչ մի բան մի ասեք իրեն։ Ուղղակի եղեք երջանիկ։ Եվ երբ որ նրանք տեսնեն ձեր երջանկությունը, կցանկանան իմանալ երջանկության աղբյուրի մասին։ Այսինքն ինչ մենք պիտի անենք, որպեսզի վերացնենք այս պատնեշը, վերացնենք այս անդունդը, պիտի ուղղակի լցնենք այն Քրիստոսի սիրով, մեր անձերով, մեր ամբողջ գոյությամբ, մեր ամբողջ գործունեությամբ։ Ինչ հասցրեցինք պիտի անենք, ոնց հասցրեցինք պիտի անենք։ Լայվեր կլինեն, այս կլինի, այն կլինի, բայց պիտի Քրիստոսի սերը տարածենք։ Իսկ ձեր կարծիքով ընդհանրապես հասարակ, հիմա ասենք ես երգչուհի եմ, հայտնի եմ, կարողացել եմ ձեր հետ ծանոթանամ, դուք էլ ինձ չեք մերժել։ Հիմա կարող է հասարակ ինչ-որ մի կին է, ով կամ աղջիկ, կամ տղամարդ կապ չունի, խնդիր ունի, բայց իր համար արդյոք քահանաները հասանելի են, որովհետև երբ որ ես հայտնի չէի եւ երգչուհի չէի, ինձ թվում էր, որ քահանաները իրանք մի հատ sense անհասանելի մարդիկ են, իրանք sense այդ գլխարկները դրել են ու մեզ չեն էլ նկատում, այդ գլխարկը նենց աչքերը փակում, որ երևի տակից հազիվ է մեզ տեսնում, ու իրանք ավելի լուրջ գործերի մեջ են։ Նիդա մինյա, էլի ինչ որ ինձ իրանք ոնց ես իրան հասնեմ, ոնց գնամ եկեղեցի, ում հետ խոսեմ, որ այս քահանան ինձ տրամադրի մի 5 րոպե ժամանակ, որ ես իրան իմ գանգատը պատմեմ։ Դուք հիմա ինձ ուզում եք ասեք, որ յուրաքանչյուր հավատացյալ կարա գա եկեղեցի, խնդրի օգնություն քահանայից եւ քահանան իրան կօգնի, թե կուղարկի սարկավագներին կասի գնացեք տեսեք բանա։ Ես ժամանակ չունեմ գնացեք խոսացեի։ Արդյոք ինձ հասանելի է որպես հասարակ ժողովուրդ, ոչ թե որպես երգչուհի։ Քահանան ինձ հասանելի եղբայր է եւ զրուցակից է, ում հետ ես կարամ գնամ եւ կիսվեմ իմ գանգատներով։ Մի անգամ, երբ որ ես զգեստավորվում էի, որ արդեն բարձրանամ պատարագի, դե արդեն վերջ ես ժամանակ չունեմ, պիտի զգեստավորվեմ, որ բարձրանամ պատարագի։ Մի մարդ մոտեցավ ինձ, ում հետ ես արդեն նախորդիվ խոսել էի, եւ երբ որ մտավ ներս, եթե օրինակի համար նա լիներ իր արտաքնից չերևար, որ նա շատ ծանր վիճակում է, ես կասեի խնդրում եմ սպասեք պատարագից հետո։ Եվ նա պիտի սպասեր 2-3 ժամ, որովհետև ես այդ պահին այլ բանն էի անելու, որը չկարա հետաձգեի։ Այո, ես ծառայության մեջ եմ, ես պատարագ եմ անում կամ մկրտություն եմ անում, ես չեմ կարող մկրտություն ընդհատեմ, որովհետև ես այդ պահին ուրիշների համար եմ ծառայում, չէ՞։ Այսինքն չէ, որ ես պատարագ ինքս իմ համար չեմ անում։ Ես մկրտություն ինքս իմ համար չեմ անում, ես այդ պահին եմ հասանելի մարդկանց, բայց ինքը կոնկրետ այդ պահին պիտի սպասեր, բայց ինքը երբ որ մտավ ներս, ես իր աչքերից հասկացա, որ ես խորան 5 րոպե ուշ եմ բարձրանալու։ Հիմա մենք ոչ միայն հասանելի ենք, այլ նաև մենք ձեր համար ենք։ Մենք քահանաներ ենք ձեր համար։ Մենք ձեր համար ենք։ Այսինքն այդ բարիերը, որ իմ մոտ կա, որ ես երբեք կյանքիս մեջ ռիսկ չեմ արել, մոտենամ
քահանայի հետ խոսեմ։ Գիտեք, ինձ մոտ համ բարիեր կար, համ ամոթն էր մեր ազգի մեջ, այդ ամոթը կա, որ ոնց բա մոտենամ ես իրան, բայց համ էլ կա անվստահություն, որ ախր այս մարդկանց համար ինչ ասես չեն ասում։ Ես հիմա ո՞տ գնամ իմ բանը գաղտնիքներս իրան պատմեմ կամ խոստովանեմ կամ ինչ որ իմ կյանքից մի բան ասեմ, եթե այս մարդը բարոյական նորմերին չի համապատասխանում։ Նայեք, ես չեմ խոսում բոլորի անունից, բայց մի հատ մասա կա, որ իրանց մոտ կտրապկանապես սենց զեղչված է ամեն ինչ, եւ նույնիսկ որ քահանաները իրենք ունեն բարոյականություն, բարոյական նորմեր եւ այդ մարդիկ ծառայում են Աստծուն եւ իրանց այդ մարդու մոտ որ չկա այդ վստահությունը բացարձակ։ Արդյոք հնարավոր է այդ մարդկանց մոտ վերականգնել այդ վստահությունը։ Ինչ պիտի անենք։ Նախ սկսենք նրանից, որ քահանան խոստովանությունը բացահայտելու իրավունք չունի որևէ մակարդակում, որևէ տեղ, որևէ կերպ եւ ընդհանուր մինչեւ կարգալուծություն կարող է հասնել, եթե քահանան որևէ մեկի գաղտնիքը բացահայտի։ Բայց ես հասկանում եմ, որ կարող է մարդը մտնի ներս, տեսնի որևէ քահանայի եւ չցանկանա իր հետ խոսել։ Ինչու՞, որովհետեւ տեսեք, յուրաքանչյուր հոգեվորական ունի իր խառնվածքը։ Մեկը մի քիչ ավելի ցենց ձիթ է, մեկը մի քիչ ավելի մեղմ է, մեկը, չգիտեմ, մի քիչ ավելի ամեն մեկը ունի իր խառնվածքը։ Հիմա մենք մի ձեռքի վրա ունենք 5 մատ, չէ՞, իրենցից ամեն մեկը տարբերվում են մեկը մյուսից։ Բոլորը նույն ֆունկցիայի համար են, բայց ամեն մեկը մեկը մյուսից տարբերվում են։ Եվ դուք ուղղակի պիտի չոր մարդկանց պետք է չոր հոգեվորական, մեղմ մարդկանց պետք է մեղմ հոգեվորական։ Պետք է ընտրեք քո սրտի քահանային, ոնց հասկացա։ Դուք ուղղակի քահանաների իմ համար քահանաների մեջ տարբերություն չկա։ Բացարձակապես չկա, որովհետև մենք բոլորս հոգեվորականներ ենք, մենք բոլորս Աստծո ծառայողներ ենք, մենք բոլորս ունենք մեղքեր։ Այսինքն մեզանից որևէ մեկը լավը չի, մենք բոլորս էլ ունենք մեղքեր, բայց Աստված մեզ արժանացնում է այդ շնորհին։ Բայց դուք ուղղակի պիտի նայեք ձեր սրտին, ուղղակի մտեք, բայց իմացեք, որ հոգեվորականն էլ մոտենաք, չոր թե փափուկ, չգիտեմ, բոյով թե կոլոտ, որ մեկին էլ մոտենաք, ինքը ձեզ իր ժամանակը տրամադրելու է։ Եթե ինչ-որ արտառոցման չկա, պատարագի չի վազում, չգիտեմ, ժամերգության չի գնում, այսինքն եթե ինչ-որ արդեն, եթե ուրիշին չի խոստացել այդ ժամը, աչքի որ պատարագը հստակ ֆիքսված ժամ կա, որը բոլորի համար է։ Եթե ինքը այդ բանին ուրիշին չի խոստացել այդ ժամը, ինքը միանշանակ ձեզ իր ժամանակը տրամադրելու է։ Մնացածը նայեք արդեն ձեր սրտերին եւ ուղղակի գնացեք աղոթքով եւ Աստված անպայման ձեզ կուղղորդի։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ամաչում են, որ գնան խոսեն, բայց ահա որ կարիք ունեն քահանայի հետ նստեն խոսեն։ Որտեղ փորձել անկերուհիների հետ, այն չի, մամայի հետ, էլի այն չի, որ փորձում ես, ասենց զգում ես էլի, որ դու ահա որ հոգևոր եղբոր, հոգևոր հոր, դու կարիք ունես, բայց մի տեսակ ամաչում ես գնաս քահանային քո դարդերով ծանրաբեռնես։ Ինչ խորհուրդ կտաք այդ նման մարդկանց։ Կասեմ, պատկերացրեք, որ գնաք բժշկի մոտ եւ ամաչեք, ասեք, թե ինչ խնդրեմ, կամ հիվանդություն ունեք եւ ամաչեք գնաք բժշկի մոտ, չէ՞։ Դուք չեք գնում բժիշկ Էսինչյանի մոտ, որովհետեւ ինքը լավ մարդ է։ Դուք գնում եք իր մոտ, որովհետեւ ինքը լավ բժիշկ է։ Չէ՞։ Որովհետեւ ինքը դրա մասնագետն է։ Հիմա մենք հոգեբաններ չենք, այնպես չի որ մենք հոգեբաններ ենք, բայց հաստատ կարանք Աստծո խոսքը ձեզ փոխանցենք։ Հաստատ կարանք ձեր խնդիրը Սուրբ Գրքում ցույց տանք, որովհետև Սուրբ Գրքում չկա մի բան, որ մենք չենք կարող գտնել։ Եվ մեր բոլոր խնդիրների օրինակները, նախատիպերը արդեն Սուրբ Գրքում կան։ Որով եւ Սուրբ Գիրքը մեկը իմ համար կյանքի ճանապարհ է, որովհետև ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, թե հին կտակարանում, թե նոր կտակարանում։ Եվ Քրիստոսի ճանապարհը։ Հետևաբար ես խորհուրդ կտամ չամաչել ապրել, չամաչել ընտրել ճանապարհը, որը տանում է ձեզ դեպի ձեր կյանքի լիակատար ամբողջացումը։ Որովհետև եթե պրակտիկ այդ գեղեցիկ բառերը ասեք, այդ աղջիկը առավոտ արթնացավ, նախ ինքը աղջիկը ասենք, թե տղերքին հələ հեշտ է ձեր հետ խոսել, աղջիկը պիտի գա տղամարդու հետ խոսի ու իր կյանքի կարողանենց պրոբլեմա, որ ամաչում է։ Հիմա այդ աղջիկը արթնացավ, հասկանում է, որ պիտի ձեր հետ հանդիպի, երևի եկեղեցի էլ մեկ-մեկ գնում է մոմ վառելու, պատարագի չի գնում։
Ահա։ Բայց մոտավորապես ինքը գիտի, որ մեր տան մոտ այս եկեղեցին կա հայկական, որ մեկ-մեկ մոմ եմ վառում, գնամ այսօր խոսեմ։ Ինքը չգիտի որ օրերին գնա։ Ну Կիրակի հաստատ այնտեղ կլինի քահանա, բայց ծառայության մեջ է լինելու, պատարակամատուցելու։ Այսինքն ինքը պիտի գոնե մոտավորապես իմանա որ օրերին գնա, կամ մի անգամ գնա այնտեղ չլինի հարցնի, բայց այսինքն պիտի ինքը թակի քայլ անի, պիտի առավոտ արթնանա, հավաքվի ու գնա, ասի այսօր որոշել եմ խոսեմ քահանայի հետ ու գա հարցնի ոնց անի այդ պահը, եկավ մտավ մարդ չկա, մենակ Ահա։ ոնց ախողնա, ինչ անի այդ աղջիկը։ Անի ջան, 21-րդ դարում բոլորս ունենք հեռախոսներ եւ Facebook-ներ եւ Instagram-ներ, վերջի իբրև տարբերակ, եթե մեզ որևէ տեղ չգտնեք, այդտեղ կարող եք գտնել, չէ՞։ Ճիշտ է, ես Yeah. խոստովանում եմ, իմ բոլոր ընկերները կարող են վկայել, որ ես շատ ուշ եմ պատասխանում նամակներին, բայց պատասխանում եմ, որովհետեւ ծանրաբեռնված եմ լինում, բայց կարելի է մեզ գտնել։ 1. Ուղղակի ցանկություն է պետք մեզ գտնելու։ Եվ երկրորդը, եթե տվյալ աղջիկը ամաչում է գալ եւ մեզ հետ խոսել, մենք ունենք շատ տարեց, սպիտակ, այսինքն երկար մուրուքներով պապիկ հոգեվորականներ։ Պապիկներից հաստատ չեմ կարծում, որ իրենք կամաչեն։ Թող գնան այդ պապիկների մոտ, այդ պապիկները իրենց կօգնեն։ Yeah. Այստեղ մենք ըստ երևույթին մի բողոքական մտայնությունով քուրիկ ունենք, որ ասում է խոստովանեք Հիսուս Քրիստոսին եւ ոչ թե քահանային։ Կուզեմ, չնայած դրա մասին արդեն խոսեցիք, բայց մի հատ թեթև անցնենք, թե մենք ինչու ենք քահանային կարող ենք խոստովանել եւ քահանան ինչ իշխանություն ունի, դրա համար ենք կարողանում խոստովանել։ Կասեք դրա մասին մեր քուրիկին Արմինեին, որ ինքն է Շատ պարզ է, երբ որ դուք ծնկի եք իջնում եկեղեցում եւ ընթերցում եք մեղքերի աղոթքը, հա, մեղա ամենասուրբ երթության, այսինքն մեղանչեցի սուրբ երթության դեմ, հոր դեմ, որդու դեմ, սուրբ հոգու դեմ, այս մեղքերը գործեցի, մեղանչեցի Աստծո դեմ, մեղա Աստծո դեմ։ Դուք էլի ձեր մեղքերը Աստծուն եք խոստովանում, բայց Աստված ինչ որ ձև ձեզ պիտի պատասխանի, չէ՞։ Եվ Աստված շատ հստակ պատասխանելու այդ շնորհը տվեց իր առաքյալներին։ Փչեց նրանց վրա Սուրբ Հոգին, ասես տալիս եմ ձեզ իշխանություն կապելու եւ արձակելու, ինչ որ կապեք երկրի վրա կապված կլինի երկնքում, ինչ որ արձակեք երկրի վրա արձակված կլինի երկնքում։ Այսինքն Հիսուս Քրիստոս ինքը, Աստված ինքը այդ շնորհը տվեց հոգեվորականներին, առաքյալներին, հետո եպիսկոպոսներին, հետո քահանաներին։ Մենք ես իբրև անձ, անհատ, չգիտեմ, իբրև ընկեր չեմ մեղքերին չեմ տալիս, հա, եւ ի վերջո ոնց եմ, ինչ եմ ես ասում եմ, Աստված թողություն շնորհի։ Դուք մեղքերը երբ որ խոսում եք, այո, ես եմ լսում, բայց չէ որ Աստված էլ է լսում, եւ դուք Աստծուն եք խոստովանում, ուղղակի ինչի չեք մտածում, որ կարող է Աստված այդ բանին կցանկանա հոգեվորականի միջոցով ձեզ պատասխան տալ։ Ինչի չեք Միանշանակ մտածում, ես որ հավատում եմ, բայց նայեք Սուրբ քուրիկը Հոգին օրինակ նորից նույն բանն է ասում է քահանան մեղավոր մարդ չի, մի րոպե, քահանան մեղավոր մարդ է եւ չի կարող մեղքերի թողություն տալ, բայց իրականում քահանան չի տալիս մեղքերի թողություն։ Ես ասեցի, նախ Արմենե ջան, հազար ներողություն, դուք կարծում եք, որ չի կարող տա, որովհետև տենց եք կարծում, հա, իսկ ես ասում եմ Սուրբ Գիրքը ինչ է ասում։ Ասма դա միայն առաքյալների դարաշրջանում էր, էդի։ Մենք տեսնում ենք, որ առաքյալները ձեռնադրում են եպիսկոպոսներ, առաքյալները ձեռնադրում են սարկավակներ, որոնց տալիս են այն, ինչ իրենք էին անում։ Առաքյալները ձեռնադրում էին իրենց առաքյալներին։ Այսինքն ուզում եք ասեք, որ Հիսուս Քրիստոս միայն առաքյալների շրջանում է գործել։ Էդ եմ ասում, Սուրբ Հոգին, այսինքն առաջի դարից այս կողմ չի գործում։ Երևի։ Բողոքականների մոտ կանգնել է 1000 Չէ, եկեք այտենց բան չասենք, որ որևէ մեկին չվիրավորենք, չնեղացնենք։ Եղել եմ, դրա համար եմ ասում։ Դե չնեղացնենք որևէ մեկին, մենք ամեն մեկս կարանք ունենանք մեր անձնական տեսակետները, բայց ճշմարտությունը Սուրբ Գիրքն է։ Եվ ես այդ օրինակը բերում եմ Սուրբ Գրքից, ինքս ինձանից չեմ հորինում։ Եվ հավատացեք ինձ, ես երբեք չէի ուզենա խոստովանություն լսել եւ մեղքերին թողություն տալ։ Դա հեշտ բան չէ։ Իրականում հեշտ բան չէ։ Բայց Աստված դա մեզ վստահել է։
Եվ Իրանից, խոստովանությունը փաստորեն առանձին process է, որ արվում է, երբ դու գնում ես ու կան մեղքեր, որ կոնկրետ ուզում ես քահանային ասես, եւ կա ընդհանրական, չէ, այո, խոստովանություն, որ այո, պատարագի ժամանակ ես անում։ այո, Ես առանձին երբեք չեմ ունեցել։ Առանձին խոստովանություն երբեք չեմ ունեցել, բայց ինձ թվում է, որ կհասունանա ինձ մոտ այդ պահը, որ կարծում եմ երևի հատուկ կան մեղքեր, որոնց հետ չես կարողանում մաքրես քո կյանքից, չէ, տենց մեղքեր կան։ Միգուցե այդ մեղքերի մասին խոստովանես հեշտանա պայքարը։ Տեսեք, անձնական խոստովանությունը, տեսեք, ընդհանրական խոստովանության ժամանակ, երբ որ դուք ծնկի եք գալիս զղջում եք, դուք ներումը ստանում եք, բայց երբեմն ձեզ պետք է ոչ միայն ներում ստանալ, այլ ուղղորդում, չէ՞։ Եվ երբեմն ուղղակի պետք է խոսել, որ որևէ մեկը լսի։ Այո, ռուսերեն признаваться, признат գալ, признat, նուրբ եմ ասում, որ Սիրտը բացել։ ժարգոն չլինի, էլի, признat։ Այստեղ մեզ անգլերեն հարց են տալիս, մեր ժամանակը արդեն սպառվել է, հեսա կավարտենք։ What if you know that the priest is a hypocrite and you don't value anything he has to say։ Ասма ինչ կլինի, եթե չես վստահում քահանային։ Հա, Դարձանեք լավատար։ չեմ, նո մոտավորապես Չկարողամ այս մի բան։ արդյունքան որ Այստեղ հարցը չհասկացան։ հնչում է, որ ինչպես վարվել, եթե քահանային չես վստահում եւ ինքը չունի նույն արժեքները, ինչ որ դու ունես։ Սուրբ Գրքում Հիսուս Քրիստոս ասում է. Իրա պատարագին էլ չես ուզենա գնաս, դա էլ ես ավելացնում եմ։ Ասեմ։ Սուրբ Գրքում Քրիստոս ասում է. լսեք, թե ինչ են ասում փարիսեցիները, բայց մի արեք այնպես, ինչպես իրենք են ասում։ Ինչպես իրենք են անում։ Այսինքն արեք այնպես, ինչպես իրենք ասում են, բայց մի արեք այնպես, ինչպես իրենք են անում։ Հիմա մենք նախ երբեք չես կարա ասես 100%-ով, որ դիմացինը հիպոկրատ է, այդ ձեր ասած, այսինքն սուտասան կամ չգիտեմ տենց կեղծ մարդ է, հա, կեղծավոր է, անարժեք։ Երբեք ամբողջությամբ 100% չես կարող ասել, որովհետև միայն Աստված է սրտերը քննող։ Միայն Աստված։ Եվ դուք չգիտեք, գուցե ինչ որ մի բայի Աստված էշի միջոցով խոսեց։ Կարծում եք, որ Աստված ճակերտավոր անարժան քահանայի միջոցով չի կարող խոսել։ Սուրբ Գրքում մենք տեսնում ենք Աստված էշի միջոցով է խոսում։ Հետևաբար, քանի դեռ հոգևորականը եկեղեցում է եւ ոցված է, նա այնտեղ է Աստծո կամքով։ Ես հավատում եմ, իմ հավատքն է, իմ 15 տարիների ապրումի արդյունքն է այն գիտակցությունը, որ եթե որևէ մեկը համարեմ ես նրան արժանի թե ոչ, հոգևորական է, ուրեմն դրանում կա Աստծո կամքը։ Հաստատ, նույն բանն է, որ բժիշկը ինքը բժիշկ է դիպլոմով, բայց դու չգնաս իր մոտ, որովհետև ինքը իր կնոջը, ասենք, լավ չի վերաբերվել, բայց ասենք ինքը բժիշկ է, լավ ավարտել է, քեզ նորմալ կարա բուժի, բայց դու չես գնում իր մոտ, որտեղ ինքը հոգով լավ տղա չի, ինչ որ տենց մի բան, հա, չես վստահում իր։ Միևնույն ժամանակ էլի, եթե օրինակի համար դուք տեսնում եք, որ այս ինչ հոգևորականի ընդհանուր այդ բնութագրական կողմը, իր, չգիտեմ, խարիզման, իր խարակտերը, այն ինչ որ ձեզ է պետք, մենք Փառք Աստծո, մենք բոլորս տարբեր ենք մեկս մյուսից։ Հիմա մեկին կարող է ես դուր գամ, մեկին կարող է դուր չգամ։ Մեկին այն մեկը դուր գա, այն մեկը դուր չգա։ Գնացեք այն հոգևորականների մոտ, որոնք որ ձեր հոգուն ավելի մտերիմ են։ Ի վերջո այս աշխարհում մի քահանա չի։ 480 մոտավորապես։ Բայց խորհուրդ եք տալիս, որ գնան, չմնան տանը։ Բայց ես խորհուրդ եմ տալիս, այո, միանշանակ, որ հասկանանք, որ հոգևորականները մարդիկ են, այո, կարող են գործել սխալներ, բայց երբեք մի թերագնահատեք Աստծուն, ով այդ քահանաներին արժանացրել է այդ շնորհին, եւ ով կարող է ոչ թե կարող է, այլ ով գործում է նրանց միջոցով, որովհետեւ եթե Աստված չցանկանա, որ ես լինեմ հոգևորական, ես ուղղակի չեմ լինի։ Այսինքն չնայեն քահանայի կյանքին ավելի շատ կամ եթե ինչ որ մի մեղք ունի, դրան չնայեն, որովհետեւ եթե Աստված իրան դրել է այդտեղ, Աստված գիտի, որ ինքը մեղավոր մարդ է, բայց դրա հետ մեկտեղ Աստված իրան վստահել է իր օծությունը։ Ես չեմ ասում անտեսեք քահանայի թերություններն ու սխալները, բայց ես ասում եմ սիրով վերաբերվեք, աղոթեք տվյալ քահանայի համար, նրա կողքը եղեք, որպեսզի նա ձեր ներկայությունից, ձեր սիրուց հաստվի։ Գիտեք, եթե ես վատ բան եմ անում եւ ինձ դրա դիմաց կոպտում են,
Ես ներքուս գիտեմ, որ ճիշտ է ամեն ինչ։ Վատ բան եմ արել, ինձ էլ կոպտում են, բայց երբ որ ես վատ բան եմ անում եւ մեկը գալիս ինձ գրկում, ասում է Տերեր ջան, ոչինչ, սխալվել ես, դու ուղղվես, դու դրանից ավելի շատ ես ազդվում։ Հաստատ։ Ես Այնպես որ սիրեք մեկը մյուսին։ Դուք քահանաներին, քահանաները ձեզ վստահաբար սիրում են։ Դուք եք վստահաբար սիրում քահանաներին, դրա համար էլ ձեր սրտերը ցավում են, երբ որ դուք թերություն եք տեսնում։ Բայց եկեք ավելի կառուցողական լինենք, ոչ հրաժարական։ Այսինքն, եթե ձեռքդ վիրավորվել է, այո, կարող ես կտրել, գցել մի կողմ, բայց կարող ես բուժել։ Ինչն է ավելի լավ, բուժել թե կտրել։ Ես կողմեմ Այդպես որ կտրելով գնանք, վերջում մենակ գլուխն է մնալու, այն էլ անիմաստ առանց մարմնի։ Ես միշտ երբ որ գալիս են ասում են վերջ կամ կարմիր կով իրա կաշին չի փոխի, բան ասում եմ չէ, չկա տենց բան։ Աստծո մոտ բոլոր կաշիներն էլ կարան փոխվեն, Աստծո մոտ բոլոր սրտերն էլ կարան փափկեն, ինչքան էլ քարացած ես ընկերներ ունեմ, որ թվացյալն հենց քարացած են սրտները, որ ես մարդկայնորեն ասում եմ անհնար է, որ այս մարդու սիրտը փափկի, հա, երբևէ, բայց դրա հետ մեկտեղ նաև շարունակում եմ աղոթել, որտեղ ասում եմ Աստված հրաշագործ է, անենց կարա փափկացնի, որ ես կզարմանամ։ Այսինքն բռնել կտրել մարդուն քո կյանքից, որովհետև չես հավատում, որ Աստված կարա իրան փոխի, կարծում եմ սխալ է։ Եվ այդ միաբանությունն էլ է ձեր ասածը հենց պահում է միաբանությունը, որ երբ որ ժողովուրդն է քահանայի կողքին, երբ որ քահանային է դժվար եւ քահանան է ժողովրդի կողքին, երբ որ ժողովրդին է դժվար։ Այդ միաբանությունը կարծում եմ ամենասիրուն բանն է, որ Քրիստոսի մարմնի հենց խորհրդանիշն է իրար պահել։ Երբեմն քարացած սրտերին փափկելու համար պետք են տասնյակ տարիներ։ Բայց եթե դու այդ տասնյակ տարիների ընթացքում ջուր չկաթացնես այդ քարացած սրտի վրա, քարը երբեք չի կոտրվի։ Համբերություն եւ սեր։ Ամեն, այստեղ արդեն հարցեր է գնում, ինչպես ձեր հետ կարող են կապնվել, մեր Տերեզան ասում է, ես ուզում եմ գամ Հայաստան եւ մեղքերի թողություն ստանամ, երևի առանձին ուզում է խոստովանի, մեր Տերեզան հարցնում են, ինչպես կարող են կոնկրետ ձեր հետ կապ հաստատել, որտեղ երևի թե վստահություն առաջացրեցիք դուք նրանց մոտ այսօր եւ իրենք ձեզ են ընտրում, հասկացաք, տեսնում եք ինչքան կարեւոր է շփվել, զրուցել։ Ինձանից շատ ավելի լավ հոգեվորականներ կան, շատ։ Այնպես որ հանգիստ եղեք, շատ են։ Շատ լավ է, որ շատ կան, ոչ թե մի հոգի է, չէ, ինչքան կարևոր է։ Այո, ես կարծում եմ։ Ես ինձ մի հոգին չեմ համարում, ես էլի եմ ասում, ես գիտեմ, ես գոնե լավ գիտեմ իմ մեղքերը, այնպես որ բայց եթե ուզում եք, եթե ես կարող եմ օգնել, տեսեք, զգուշացնում եմ, կարող եմ մի քիչ երկար տևի մինչև նամակի պատասխանեմ, բայց անպայման պատասխանում եմ, անպայման։ Այնպես որ եթե որևէ մեկը ուզում է կապ հաստատել, խնդրեմ կարող եք Instagram, Facebook, Okay. գրել եւ անպայման։ Instagram-ում ավելի շուտ եմ պատասխանում, հենց թե Facebook-ում ես էլ հաշվի առեք։ Okay, всё, իմացան արդեն ժողովուրդը։ Քանի որ մեր ժամանակը սպառվեց, այս թեմաները այնքան հետաքրքիր են, որ կարող ենք ժամերով խոսել, միշտ էսպես է։ Վերջին հարց, որպես ամփոփում ուզում եմ այս հարցը տալ, որը շատ սիրուն հարց է։ Եթե Քրիստոս այսօր ապրեր, ինչպես կվերաբերվեր մեր հասարակության խնդիրներին։ Եթե այսօր Քրիստոս լիներ, եթե չէ, ինքը մեր մեջ է, բայց եթե ֆիզիկապես մենք իրան տեսնեինք, ինքը ինչպես մեր հասարակության խնդիրներին կվերաբերվեր, հայերին, ցենց ասենք, մեր ժողովրդին։ Նախ Քրիստոս ֆիզիկապես էլ է այսօր այստեղ։ Սուրբ խորանների վրա հացի եւ գինու միջոցով, որոնք դառնում են Քրիստոսի մարմինն ու արյունը։ Եկեղեցու միջոցով, որը Քրիստոսի մարմինն է։ Այսինքն Քրիստոս այսօր էլ ֆիզիկապես այստեղ է։ Եվ ինչ է նա անում, նա ինքն իրեն զոհաբերում է մեր համար։ Ինչ կաներ Քրիստոս այսօր, եթե ֆիզիկապես այստեղ լիներ, մեր մեղքերը կրկին կվերցներ իր վրա եւ կխաչվեր մեր համար։ Իր կյանքը կտար մեր համար։ Այն, ինչ անում է ամեն պատարագին։ Իսկ եթե ես չեմ զգում դա, որովհետև հեռացել եմ եւ տեսեք դուք հավատում եք, որ Քրիստոս ֆիզիկապես էստեղ է մեր մեջ, բայց կա մարդ, որ իր մոտ հավատքը այդքան չի ձգում, որ ինքը հավատա, որ այ Քրիստոս հիմա ինձ հետ է
եւ հենց հիմա էլ եթե պետք լիներ առանց կասկածելու ինձ համար կխաչվեր, որտեղ ինձ այդքան շատ սիրում է։ Այ ինչ կասեք այդ մարդկանց, ովքեր մի քիչ հավատքները սենց այդքան էլ ուժեղ չի, որ հավատա, որ Քրիստոս հիմա մեր հետ է ֆիզիկապես։ Ընտրեք եւ կգտնեք։ Թակեք եւ ձեր առջև կբացվեն դռները։ Ոնց։ Աղոթեք եւ Սուրբ Գիրք ընթերցեք։ Իմ համար կան երկու միջոցներ, եթե կարելի այդպես ասել, որոնցով մենք կարողանում ենք ճանաչել Աստծուն եւ որոնցով մենք կարողանում ենք ամրացնել կամ ձևավորել մեր մեջ հավատք։ Դա աղոթքն է եւ Սուրբ Գիրքը։ Զրույց աղոթք Աստծո հետ, եթե չգիտես հատուկ աղոթք, զրույց ես անում եւ Աստվածաշունչ կարդալ։ Քո բառերով խնդրի եւ կարդա Աստվածաշունչ եւ իմ մասնավորի այն մարդկանց համար որ առաջին անգամ պիտի կարդան նոր կտակարանը ավելի հեշտ է հասկանալ, քան թե 5 կտակարանը սկզբից։ Պետք է կարդալ ամբողջ Սուրբ Գիրքը, բայց նրանք ովքեր որ կվախենան հինից գալ դեպի նորը, ուղղակի գոնե ավետարանները կարդացեք Հիսուս Քրիստոսի կյանքը եւ իր խոսքը։ Եվ դուք մի ընկեր ունեմ, ինքը ամեն անգամ փորձում էր կարդալ Սուրբ Գիրք, բայց ասում էր պատրաստ չեմ։ Մի անգամ նստած էինք, ասեցի, ինչի՞ չես կարդում, ասեց, պատրաստ չեմ, ասի պատրաստ ես, այսօր պատրաստ ես, կարդա։ Կարդաց մի քանի օր հետո եկավ ասեց, դերեր ասեց ամբողջությամբ այլ մարդ եմ։ Ինչ դռներ իմ առջև բացվեցին առաջին իսկ էջից։ Հիմա ամեն մեկի հետ Աստված յուրովի է խոսում։ Մեկը կարող է առաջի էջից գտնի, մեկը կարող է վերջի էջից գտնի։ Ես չգիտեմ, Աստված ինքը գիտի ոնց ինքը այդ մարդու հետ կխոսի։ Բայց այն որ Աստված կբացվի, կհայտնվի, չեմ ասում sense ֆիզիկապես գտնի եւ կխոսի, բայց ինքը հաստատ կզգաք դուք իր ներկայությունը ձեր կյանքում, հաստատ է։ Հետևաբար Սուրբ Գիրք, տեսեք, եւ իմ մասնավորի ավետարան, մենք խորանից ավետարան ենք կարդում, մենք Սուրբ Գրքի մնացած գրքերը կարդում ենք Ացյանից պատերեքի ժամանակ եւ խորանից ավետարան ենք կարդում, ինչու, որովհետեւ ավետարանում արդեն ներկայացված է հենց Հիսուս Քրիստոս, ամբողջ Սուրբ Գրքում է ներկայացված Հիսուս Քրիստոս, բայց կուլմինացիոն պահը ավետարանն է, մենք ունենք 4 ավետարաններ, որոնք պետք է ընթերցել, ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, Հովհաննեսի ավետարանի առաջին նախադասությունը, առաջին համարը, երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս կոչվում է Աստծո խոսք, ով է Աստված։ Եվ պատահական չէ, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին կոչվում է խոսք, Աստծո խոսք։ Մենք որտեղից ենք ճանաչում Աստծո խոսքը։ Խոսքով։ Սուրբ Գրքից։ Գրքի խոսքերից ճանաչենք Աստծո։ Այնպես որ եթե ճանաչում եք, եթե ցանկանում եք ճանաչել Աստծուն, պիտի ճանաչեք Աստծո խոսքը։ Քրիստոսին Սուրբ Գրքի միջոցով։ Եվ աղոթքով, որովհետև դա միայն գիտություն չէ, դա նաև ապրում է։ Yeah. Այստեղ մեզ ասում են please can you save the live so we can watch it later. Անպայման Ջուլի ջան, խնդրում եմ որ պահեմ լայվը, անպայման կիսվելու եմ Instagram-ով եւ առաջն Աստված նաեւ կտեղադրեմ Facebook-ով, որպեսզի բոլորը ովքեր հետաքրքրված են, անպայման լսեն ձեր խոսքը։ Մեր ժամանակը արդեն 22 րոպե անցել է, միշտ այդպես է, մենք դեմ չենք։ Շատ շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք, մեզ միացաք, Տեր Մովսես ջան, Աստված ձեզ շատ օրհնի, ձեր ընտանիքը, ձեր ծնողներին, որ այսքան լավ զավակ են մեծացել, գիտեմ, որ ձեր պապան միշտ Աստվածաշունչ է կարդացել, մաման էլ շատ ուզելա, որ դուք դառնաք հոգևոր մարդ, ձեր մյուս ինտերվյուն եմ լսել, ձեր կյանքից, որ պատմում եք, Աստված օրհնի ձեր ծնողներին։ Ես այնքան եմ ուրախանում, որ մեր հայ ծնողները նորմալ են նայում, երբ իրենց զավակը ուզում է դառնալ հոգևորական, որտեղ գիտեմ ծնողներ, ովքեր դեմ են գնում եւ երջանիկ չեն լինում զավակի ընտրությամբ, այնպես որ կարծում եմ, որ շատ կարևոր է նաեւ ծնողները։ Շնորհակալություն մեր հետևորդներին, ովքեր այսօր մեզ միացան, համարյա ամբողջ լայվի ընթացքում 100-100-ից ավել մարդիկ էին այսօր մեզ հետ, որը շատ ուրախալի է։ Շնորհակալ եմ շատ, որ մեզ հետ էիք։
Եվ այսօր այսքանը հուսամելի կհանդիպենք, չէ՞, Տեր Մովսես ջան, էլի Անի ջան, ունենանք։ մենք այո, իհարկե, յուրաքանչյուր երեքշաբթի յուրաքանչյուր երեքշաբթի կարող ենք հանդիպել, եթե ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չլինի, եւ ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր մեզ հետ էին, ովքեր հետևում էին, ովքեր պիտի նայեն, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ դուք հետաքրքրված եք Հիսուս Քրիստոսով, որ դուք ձգտում եք դեպի Հիսուս Քրիստոս եւ մենք պիտի աղոթենք ձեր համար, դուք պիտի աղոթեք մեր համար, որովհետև Աստված այնտեղ է, որտեղ երկու հոգին աղոթում են իր անունով։ Հետևաբար շնորհակալություն ձեզ բոլորիդ եւ հատուկ շնորհակալություն ձեզ Անի ջան, ես շատ ուրախ եմ, որ դուք դարձել եք հայ եկեղեցու հավատարիմ ոչ միայն հետևորդ, այլ նաեւ քարոզիչ։ Ես դրա մասին եմ ասում, որ մենք պիտի կարողանանք ինքներս մեր անձերով քարոզենք Հիսուս Քրիստոսին։ Մեր կյանքով մենք պիտի ցույց տանք, որ Հիսուս Քրիստոս մեր կյանքում հրաշքներ է գործում։ Մենք խոսել ենք այդ հարցի շուրջ եւ ես գիտեմ ինչ հրաշքներ է գործել Աստված ձեր կյանքում եւ մարդիկ տեսնում են դա եւ դա իրենց ուղղորդում է դեպի Աստված, այնպես որ շնորհակալ եմ ձեզ, ապրեք։ Աստված օգնի բոլորին։ Ամեն, այստեղ ինձ ասում են վերջին նամակը կարդա, բայց այնքան նամակ կա, ես որ մեկը կարդամ, ինչ որ կարևոր բան կա, ասում են դրան ուշադրություն։ Не всегда приходится армян видеть, ведь Армения так далеко, այստեղ մեզ հարցում կար վերևի մասում, ինչ որ մարդիկ հարց են տվել, որ ես ապրում եմ Եվրոպայում եւ մասնակցում այստեղի կաթոլիկ եկեղեցի եւ հաղորդությունն են վերցնում, արդյոք մեղք է, քանի որ հայկական պատարագիչ չի կարողանում մասնակցել։ Տեր Մովսես ջան, իրեն էլ պատասխանենք, նոր գնանք էլի, հա, Ուրեմն ասեմ, տեսեք, կանոնական տեսանկյունից կաթոլիկ ուղղափառ եւ արևելյան ուղղափառ եկեղեցիները, այսինքն հայկական, մալանկարա, եթովպական եկեղեցիները եւ այլն, իրենք այդ երեք խմբերը մեկը մյուսի հետ հաղորդակցական հարաբերության մեջ չեն, այսինքն մենք մեկը մյուսին մոտ հաղորդություն չենք ստանում կանոնական տեսանկյունից։ Մի րոպե, եթովպացիների հպտիների մոտ չենք ստանում։ Մենք իրանց մոտ ստանում ենք, այսինքն արևելյան ուղղափառ եկեղեցիները, եթովպացիները, հպտիները, հայերը, մալանկարը, հնդիկները, մենք իրար հետ ստանում ենք հաղորդություն, որտեղ մենք իրար հետ հաղորդակցական միության մեջ ենք։ Ըստ օրենքների մյուս օրթոդոքսների հետ եւ կաթոլիկների հետ մենք հաղորդությունական միության մեջ չենք։ Ռուսական այստեղ կարող է ոչ էլ ռուսականի հետ։ Կարող է ես հիմա մի բան ասեմ, որ ինձ շատերը քարկոծեն, սա խնդրում եմ ընդունեք իմ անձնական տեսակետ, բայց ես քանի որ եւ կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցիները ավանդական եկեղեցիներ են եւ այո մենք ունենք աստվածաբանական տարբերություններ, որոնց պատճառով մենք բաժանվել ենք ժամանակի ընթացքում, բայց այսօր կարծում եմ աստվածաբանական խնդիրները ավելի հեշտ ենթակային լուծման եւ գալու է մի օր, երբ որ եկեղեցիները կրկին լինելու են հաղորդութենական միության մեջ, որովհետև այսօրվա դրությամբ, երբ որ դու ուսումնասիրում ես օրթոդոքս աշխարհի աստվածաբանությունը կամ կաթոլիկ աշխարհի աստվածաբանությունը, դու հասկանում ես, որ այո, կան կետեր, որոնք տարբեր են, բայց միևնույն ժամանակ որևէ մեկը չի կարող ասել, որ իրենց եկեղեցում հաղորդությունը հաղորդություն չի։ Որևէ մեկը չի կարող ասել, որ կաթոլիկ եկեղեցում մարմինը եւ արյունը Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը չեն։ Այսինքն, եթե չունես ոչ մի հնարավորություն, կարող ես ստանալ, տենց եք խոսալիս։ Այո, պիտի ստանաս։ Եթե չունես այլ հնարավորություն, դու պիտի ստանաս Քրիստոսի մարմինն ու արյունը։ Եթե կա հայկական, ամենակարևոր բանն է։ Միություն Աստծո հետ, սուրբ հաղորդությամբ եւ սուրբ գրքով։ Սա մեր հիմքն է, որի վրա մենք կառուցվում ենք։ Եվ եթե կա հայկական եկեղեցի, բնականաբար մենք գնում ենք հայկական եկեղեցի, ոնց որ եթե կան կաթոլիկներ եւ կա կաթոլիկ եկեղեցի, պիտի գնան կաթոլիկ եկեղեցի, կան հաղորդություն ստանալու։ Ես չեմ ասում ուղակի գնալ, ուղակի ամբողջ օրը կարող եք այնտեղ անցկացնել, խնդիր չի։
բայց հաղորդություն ստանալ, այսինքն միության մեջ լինել եկեղեցու հետ, դուք պիտի լինեք այն եկեղեցու, որտեղ որ մկրտված եք, որը որ ձեր եկեղեցին է, առաքելական, կաթոլիկ, ուղղափառ, եթե կան կաթոլիկներ, պիտի կաթոլիկ եկեղեցում հաղորդություն ստանան, օրթոդոքսներ օրթոդոքս եկեղեցում, առաքելականներ առաքելական եկեղեցում, բայց ի վերջո մենք երեքս էլ տարբեր եկեղեցիներ չենք, մեզանից ամեն մեկ առանձին ծառ չի, մենք մի ծառի տարբեր ճյուղերն ենք։ Բայց Եթե մենք այդ նույնը չես կարող ասել աղանդավորներին եւ շատ, բողոքականներին։ այո, իհարկե, աղանդավորների մասին չես կարող, աղանդավորների մասին նման բան չեմ կարող Իրանք չեն էլ տալիս հաղորդություն, շատ հազվադեպ։ Հիմա, այսինքն մեղք չեք գործում, եթե դուք հաղորդվում եք կաթոլիկ եկեղեցում։ Ինչ է մեղքը։ Քայլ, որը հեռացնում է ձեզ Աստծուց։ Հաղորդություն ստանալով դուք մոտենում եք Աստծուն։ Միևնույն ժամանակ, եթե կա առաքելական եկեղեցի, բնականաբար իմ հորդորն է, որպեսզի դուք լինեք ձեր տանը։ Առաքելական Իսկ մեր եկեղեցում։ սրբերը ինչ են ասում սրա վերաբերյալ, ասում են նիստացի։ Նայած որ դարաշրջանի սրբերը, օրինակի համար, եթե մենք ընթերցենք շնորհալու նամակները, մենք կտեսնենք, որ շնորհալին ինքը ջատագովն էր միության։ Ինքը ցանկանում էր միություն, բայց ինքը ասում է, ես չեմ կարող գալ միության, քանի դեռ դուք մեզ չեք նայում իբրև հավասար եղբայրներ։ Քանի դեռ դուք մեզ նայում եք իբրև ստորադաս եւ վերադաս, միությունը մեր մեջ չի կարող լինել։ Այն ժամանակ, երբ որ մենք կդառնանք հավասար եղբայրներ, այն ժամանակ, երբ որ դուք մեզ կդարկեք իբրև հավասար եղբայրներ, բոլոր խնդիրները, որոնք մեր մեջ կան, կլուծվեն։ Եվ իսկապես բոլոր խնդիրները, որոնք մեր մեջ կան, աստվածաբանական, եկեղեցաբանական, կլուծվեն։ Առանց որևէ մեկը մյուսին վնաս տալու, ընդհակառակը, ցածրացնելու, այո, ընդհակառակը, ուղղակի պետք է լինի Քրիստոսի սերը կատարելապես երկու կողմից, 2, 3 եւ այլն։ Այո, հաստատ։ Մենք մի հատ մեր մեջ գտնենք դորդուբեշ անենք, այդ բառը հայերեն չի։ Մենք մի հատ մեր մեջ միաբանվենք, լավ լինենք, ու կսկսենք արդեն միաբանվել մնացածին, ինչու ոչ եկեղեցին տենց ավելի կուժեղանա, ես էլ եմ միաբանությանը լրիվ կողմ, բայց ունենք այն ինչ ունենք եւ պիտի պահենք այն ինչ ունենք։ Միությունը երբեք չի ենթադրում զեղչում ինքնության, երբեք։ Այսինքն, երբ որ ես ասում եմ միանալ եկեղեցիների համար, այդ միությունը պիտի լինի հաղորդության մեջ։ Այսինքն մենք մեկս մյուսից հաղորդություն ստանանք։ Մեկս մյուսի հետ չկռվենք։ Այսինքն մի քիչ կոպիտ է հնչում եկեղեցիների պարագային կռվել, բայց դա պատմական իրադարձությունն է։ Կռվել են, բաժանվել են։ Չեն հասկացել իրար, բաժանվել են։ Այսօր տարբեր տեսակետներ ունենք, բայց կարանք հասկանանք իրար։ Կարանք մեկս մյուսին հաղորդություն տանք։ Ես հավատում եմ, որ դա այդ օրը հայից չեմ տալիս։ Չէ, կարա քահանանացի ու հայից չեմ տալի քեզ։ Այո։ Պիտի հաղորդության միության մեջ լինենք եւ հավատում եմ, որ ինչ որ մի օր կլինենք։ Okay, ոնց ասեք։ Հա, նորից շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ։ Ես չեմ կարդում ոչ մի կոմենտ, որտեղ հենց կարդամ նորից էլի բացվելու են լիքը հարցեր, թողնենք սա էլ մյուս անգամվան։ Շատ է։ Աստված օրհնի բոլորիդ, ապրեք։ Շնորհակալություն, Աստված օրհնի բոլորին, հաջողություն, կհանդիպենք մյուս շաբաթ։ Հաջողություն։ Հաջողություն։